Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր հունվարի 31-ն է, վերջացավ 2024 թվականի ամենառաջի ամիսը, ամենածանր ամիսը, որը որ գրեթե երկար տևեց, եւ ձեզ հետ նորից եթերում է հանրային դատ հաղորդաշարը իր մշտական թիմով։ Պարոն Աբազյան, Անդոյ, Սասուն, Աննա Վարդապետյան այսօր նորից մեր հյուրն է, ուրին տեղակալ Տահաճմարտ, Վայե Ղազարյան, Յակայաչկա, Արգիշտ, Քրիստիկ եւ Ռուզիկ։ Вся семья в сборе։ Այսօր մենք ներսրավիրենք այսօրվա մեր հյուրերին, անդրադառնանք խնդիրներին, հոգսերին, թեմաներին, որոնք որ պարուրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հայ ժողովրդին, որովհետեւ ճիշտ է մենակ ասել հայ ժողովուրդ, որովհետեւ Հայաստանում բնակվում են տարբեր ազգեր եւս, որոնք կրում են հայկական ազնագիր եւ ոչնչով իրենց իրավունքներով եւ պարտականություններով չեն զիջում Հայաստանի հայերին, լավ այդպես ասենք։ Ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Քրիստիկ դուր բաց։ Так, Երևանի քաղաքապետարան Ընկեր Սիսի Իաթ Հայֆով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան Ես ես կնկանից արդեն զզվում եմ Զանգեր Ակտիվիստ Սամվել Շիրինյան Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Կապյուրկին Սամվել Մայրապետյան, Ռուբեն Ֆանարջյան, Վահրամ Քահանա Մելիքյան, դատախազությունը ստեղամ, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Քոչարյան, Սեդրակ Քոչարյան, Գեղարքունիքի մարզպետ, MVD ստեղամ, կարմիր բերետավորների հետ կապված, Արդարադատության նախարար Գիգիշ, Զինվորական դատախազ Էլիզբարյան, Էլիզբարյան ոնց որ, Տաճոյի Լովա կամ Լևոն Տաճատի Մկրչյան, ծնված 60 թիվ, բավականին ցավալուն Երևանի իրավատնտեսագիտական քոլեջ տնօրեն Ռիտա Գյուլամրյան, ոչ մտիկին Ռիտա, այնց եմ գրես չեմ կարող արդեն ձեռագիրը կարդալ։ Սպայկի Դավիթ, Արտաշատի Մռույց, Պետի տեղակալ Պետրոսյան Հովիկ եւ Ոմն Մադոյան Վայե Ղազարը ստեղա Էկոնոմիկայի նախարարությունից Կարեն Սարգսյան աշխատակազմի նախկին ղեկավար ում մինչև Աբազի Հաբլաբը ազատել էին աշխատանքից Մինիստր Քերոփյան Վահան եւ իհարկե Էդմոն Մարուքյան Գագո Արի Անցինստի Ես այսօր Գագոին բան չեմ ասելու Նստի Բայց լուրջ թեմակա քո հետ քննարկելու Գագո դու նստի Թակարադառնանք խնդիրներին եւ
քանի որ մենք ունենք հաղորդման առաջի մասը վերաբերվում է բողոքներին, Battery 100%. Connected to Galaxy S22. իրականացնենք առաջի զանգը, քաղաքացի, որը ցանկանում է եթերով բարձրաձայնել։ Բարձրաձայնել։ Շեմս ավելին գրե։ Չէ, ավել չի։ Առողջապահության նախարարն էլ կանչեք։ Ալո։ 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 Call ended. Call ended. Մի բան չենք հավաքել, մի րոպե։ Ցանասուն 4 Ալո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Տիկին Լարիսա, դուք եք։ Այո, ես եմ։ Ինձ փոխանցեցին, որ դուք ցանկանում եք ձեզ բողոքը բարձրաձայնել եթերի ժամանակ, ես ժամանակի ծանրաբեռնվածությունից ելնելով անգամ չհասցրեցի հարցնել ինչու է կայանում ձեր խնդիրը։ Լավ, դուք ուղիղ եթերում եք, մեր ժամանակը խիստ սահմանափակ է, կարող եք խոսել։ Գնաց։ Ալո։ Ալո։ Call ended. Մենք բանով էլ չենք զանգում, որ ասենք WhatsApp-ա, չգիտեմ, ինտերնետն ա թույլ եւ այլն։ Ուղիղ պրիմոյ կապա։ Thank you for calling me. Call ended. Ալո։ Լավ, մի փոքր ուշ կփորձենք ես կնոջը, յամուտ չգիտեմ ինչ բան է, խնդիր ա, զանգահարենք ալ տեղ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի րոպե խնդրում եմ մեր տաղավար ուշացումով ժամանեցին Մեղրու քաղաքապետը եւ Մեղրու քաղաքապետի կնիգը։ Անցեք նստեք այնտեղ։ Լավ, Տիկին Անուշ, ես անդրադառնամ ձեզ։ Նախ ոնց եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Ես նորմալ, ես մի հատ ձեզ ունեմ հարց կապված այն երեխայի հետ, ում բանը նախ հիշեցնեմ, որ մեր մի քանի հաղորդում առաջ մեզ անգարել էր մի կին, ում երեխայի ձեռքը վնասվել էր, կոտրվել էր, այնտեղ տեղադրել էին շպիցեր, Մետաղական շուղ, այո։ մետաղական շուղ, որը որ հետո պիտի հանվեր։ Եվ տիկինը գնացել դիմել էր հանրապետական հիվանդանոց,
Հանրապետական հիվանդանոցը գումար էր պահանջել 130,000 դրամ, ասել էր, որ դա նարկոզի գումարն է, առանց նարկոզ մենք մետաղ չենք հեռացնում։ Մենք անգամ Երևանն է խոսում ծրագրի շրջանակներով, զանգահարեցինք հանրապետական հիվանդանոց, բայց ուզում եմ ասեմ, որ նույն հանրապետական հիվանդանոցը ոչ զանգեց, ոչ վերցրեց, ոչ դրեց, այսինքն 130,000 դրամանոց, այսպես ասած, նարկոզը այդպես էլ չտրամադրվեց այդ երեխային։ Տիկինը մեզ ահազանգեց, որ իրեն ոչ մեկ չի զանգահարել, ոչ հանրապետական հիվանդանոց, ոչ բժիշկը, եւ ստեղից հետևություն, որ հանրապետական հիվանդանոցի ադմինիստրացիան, այսինքն նամանավանդ սեփականատերը, տիկին Անուշ, ես պետք է ներողություն խնդրեմ բոլորից, բայց պիտի հրապարակայնորեն արտահայտեմ, այդ բառը մեծատար բոզի տղա է, այլ կերպ հնարավոր չի անվանել հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ կամ ինչ են ասում, սեփականատեր Գրիգորյան, եթե չեմ սխալվում, մի րոպե գտնեմ դրա ազգանունը ես, բայց ես ոնց հասկացա, մեզ հաջողվեց լուծել երեխայի վիրահատման կամ ավելի շուտ նարկոզի հարցը, ճիշտ է, Տիկին Անուշ։ Այո։ Իսկ ասեք ոնց։ Ես հավելեմ նաև, որ ներողություն, ես հավելեմ նաև, որ հանրապետական հիվանդանոցը առաջարկել էր, եթե դուք չունեք 130,000, որը նարկոզի գումարն է, կարող ենք առանց անզգայացման շուղը հանենք, այսինքն աբորիգեն ենք դառել, էլի մենք։ Եթե գումար չունենք, 8 տարեկան երեխային պիտի այդ ցավերով անցկացնենք, որովհետև դա է կարգը։ Եվ բնականաբար 8 տարեկան երեխան այդ առանց նարկոզի տակ հիմա էլ պիտի գցեինք երեխուն տրավմատիկ շոկի մեջ կամ մեռներ կամ չմեռներ։ Նու հազար անգամ ներողություն իմ կոպիտ արտահայտման համար, բայց իրերը եկեք մենք անվանենք իրենց անունով։ Եվ այսպիսին է Հայաստանի Հանրապետությունը, այսպիսին է հայ մարդու մոտեցումը, այն որ նույն հանրապետական նախ հիշեցնեմ, որ հանրապետական հիվանդանոցը պատկանում է Գագիկ Ջանգիրյանին, որպես համասեփականատեր, եւ մարդիկ, երբ որ սրանից հետո ես ուզում եմ ես հրապարականորեն ցույց տամ, ազգի բանը պատկերը, որ հետո երբ որ ասում են Վարդան Ղուկասյանը հայոյում է, էս անում են, խնդրեմ, ձեր չհայոյող կուլտուրական մարդիկ, ովքեր պատրաստ են 8 տարեկան երեխուն առանց նարկոզի շպիցերը մեջից անեն, թող տանջվի, մեռնի, կապ չունի, ուզում ալնի, չի վճարի եւ վերջ։ Այսպիսին է Հայաստանի Հանրապետության վիճակը, այսպիսին է Հայաստանի Հանրապետության առողջապահությունը եւ այսպիսին է հայ մարդը։ Նայեք, այնտեղ կար բանը տրավմատոլոգիայի բաժնի վարիչ, այդտեղ եղել է բանը, ինչ են ասում, Ռեանիմացիայի եւ անեսթեզիայի բաժնի վարիչ, այդ հիվանդանոցը ունի բուժգծով տեղակալ, այդ հիվանդանոցը ունի գլխավոր բժիշկ, այդ հիվանդանոցը ունի սեփականատեր, տեսեք հələ քանի հոգի, այսինքն մի հայ չի, երկու հայ չի, 3 չի, 4 չի, 5 չի, սա խոսում է հայ մարդուց, հետո երբ որ նախ ես հիշեցնեմ, որ Թուրքիայում կենթանուն անգամ անվճար փողոցի կատու, որ ընկնում է տրամվի տակ, ավտոյի տակ, ոտը ջարդվում է, փողոցի կատին, որ բերում ես անասնաբուժական կլինիկա, անվճար փողոցի կատին կենթանու նարկոզ են տալի, ոտը գցում են տեղը, իսկ մենք ստեղ հայ երեխային ասում եք տղա ջան, դու բալիկ ջան, սիրելի ոչ իմ ծնող, դու չունես 130,000 դրամ, ուրեմն դու պարտավոր ես դիմանալ միջնադարյան ինկվիզիցիային, որ քո ձեռի միջից մենք շպիցեր անենք առանց նարկոզ։ Իմիջիայլոց այդ երեխայի մայրը հետո երեխային կտանեն բանակ ու գլուխը կուտեն։ Այո, այդ երեխայի մայրը բուժաշխատող էր։ Խնդրեմ, մայրն էլ բուժաշխատող, այսինքն ոչ ազգություն կա, ոչ կոլեգա կա, ոչ երեխա կա, ոչ մի բան չկա, լավ, ասեք տնայքի չեղավ այդ երեխու հետ։ Ուրեմն պարոն Ղուկասյան, ես անմիջապես երեկոյան կապնվեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ղեկավարի հետ, պայմանավորվեցինք այսօր ծնողի հետ գնացել ենք հիվանդանոց, աշխատակազմը մեզ շատ բարեհամբույր ընդունել է, ծանոթացել են իրավիճակին, նույն վայրկյանին համապատասխան աշխատակիցը կապնվել է հանրապետական հիվանդանոցին կից, պոլիկլինիկայի հետ,
Այնտեղ իրենց ուղղորդել է, որպեսզի երեխայի ուղեգիրը իրանց բառապաշարով ասեմ, կախեն իրենց հիվանդանոցի վրա, այսինքն ուղեգրեն երեխային Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ աշխատակազմը հանձն առավ ոչ միայն նախ այդ վիրահատական անալիզները, ռենտգեն հետազոտությունը, նաև այդ պրոցեդուրան, որը լինելու է էլի նարկոզով, եւ արդեն այդ պրոցեդուրայից հետո նորից հետազոտություններ կա եւ բոլորը արվելու է այդ հիվանդանոցում եւ իրենք պատրաստակամորեն կաջակցեն երեխային։ Որ հիվանդանոցներ ասեցիք։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնն է, Ծերեթելի մանկական։ Հա, Ծերեթելի մանկական, այդպես ասած։ Ուրեմն ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ծերեթելի մանկական հիվանդանոցի ողջ անձնակազմին, գլխավոր բժշկին, տնօրենին, բուժգծով տեղակալին եւ այլն, որովհետեւ գիտեք ինչ, պետությունը միայն նրա համար չի, որ քաղաքացուն տուգանի։ Քաղաքացին միայն տուգանքի մատերիալ չի, ոնց որ սիրում էր արտահայտվել մարդամեկը։ Իսկ այդ երեխան տղա երեխա էր, թե աղջիկ, տղա չէ։ Տղա երեխա է։ Ահա, տղա երեխա։ Եվ վաղը այդ տղա երեխային պիտի ասեն տղա ջան, դու պարտավոր ես գնալ ծառայել բանակում, որովհետև դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես։ Բա հիմա այդ նույն տղա երեխային, որը 8 տարեկան է, պետությունը պարտավոր էր անվճար բուժօգնություն ցուցաբերելու, այո, պարտավոր էր։ Հանրապետական հիվանդանոցը, որը սեփական հիմնարկությունն է, պետական չի, սեփական է։ Հիմա որ վեկալես նայես այդ նույն հանրապետական հիվանդանոցի ոչ սեփականատերն է, սեփականատերի տղենա բանակ ծառայե, ոչ գլխավոր բժշկի տղենա ծառայե, ոչ Ջանգիրյանի տղենա ծառայե, հիմա Ջանգիրյանը կասի իմ տղեն բանակ ծառայելա, բայց ես գիտեմ վրեժը որտեղա ծառայե, ռազմական ոստիկանությունում Ջանգիրյան, առավոտին գալում էր 6-ին հետո մեր կամ վաբշե չէր գալը, հիշեցնեմ Ջանգիրյան Գագոին, այսինքն ստեղ եթե ով տերունի կամ ով ինչ-որ մի ձև կարողանում է կապի դուրս գալ մեր հետ, մի ինչ-որ մեկի հետ, մի հոգատար մարդու հետ, այդ հարցը լուծում ստանում է։ Ով չէ, այդ երեխան տես պիտի թարախակալ էր, ճպճպեր, այդ ոսկորները դառնար գանգրենակ, չգիտեմ, կամ մերը գնար ինչ-որ տոկոսով փող վեկալեր, որ բերեր այդ շպիցերը թևի միջից հաներ։ Խնդրեմ։ Ես հավելեմ նաև, որ այն որ ասում են սեփական հիվանդանոցը, պետական հիվանդանոցը, ես այսօր տեղեկացա, որ երկուսի դեպքում է, երբ որ պետպատվերը, ծախսը անում է պետությունը։ Եվ իրենք զուտ պատճառաբանում են, որ այսպես ծնողից ու նաև հնարավոր է, որ երեխային տեղային անզգայացում բանեն, որը արժանալու է 25,000 դրամ։ Այդ էլ շարին։ Եթե ծնողը չվճարի պետությունը, հնարավոր է երեխուն կտեսնեն, մի հատ ռենտգեն հետազոտությունը կնայեն, նոր կհստակեցնեն։ Բայց ամեն դեպքում այս տարբերակներ կա։ Այնուամենայնիվ պետությունն էր վճարելու, իրենք իրենց գրպանից չէին վճարելու դա։ Ես մի բան կարող եմ խոստալ հանրապետական հիվանդանոցի սեփականատերերին, իշխանության գալու դեպքում հանրապետական հիվանդանոցը պետականացնել։ Սա ես Ջանգիրյան Գագոին խոստանում եմ։ Դուք, հա, դուք ուշ ավելացնելու բան ունեք։ Ես երևի թե կավելացնեմ, որ ինքս էլ շնորհակալություն եմ հայտնում ԲԿ-ի տնօրինությանը, հանձինս պարոն Զորաբյանին, որովհետև նման վերաբերմունք պացիենտի նկատմամբ ամեն տեղ չէ որ լինում է։ Եվ կուզեի անդրադառնանք նաև հարկադիրի պատմությանը, պարոն Ղուկասյան, եթե թույլ կտաք։ Խնդրեմ։ Ուրեմն Արման Ավետիսյանը, որը որոշ ժամանակ առաջ զանգարել էր ձեզ, ներկայանալով հրանդինք բարեգործական ՀԿ-ի տնօրեն, ու ասել էր, որ ինքը ինչ-որ գումարներ է փակում ներողություն արտահայտությանս համար, ինչ-որ մեկի բժշկական ծախսերն է հոգում, այսպես ասած, որ հարկադիրի հետ խնդիր ունի, ամենավերջի հայոյանքները ձեր եթերում հնչեցրել էր հարկադիրի անձնակազմի նկատմամբ։ Ես իր անունից ներողություն եմ խնդրում աշխատակազմից, որովհետև իր ոչ մի բառը համապատասխան չի եղել։ Ինքը նույն հարկադիրի աշխատակիցներին ներկայացել է որպես X անձնավորություն, որը պարտապան է եւ պահանջատերը Ալբերտ Բաղդասարյանն է,
որը մահացած է եւ որպես ժառանգորդներ դեռ ճանաչված չեն, քանի որ ինքը պետությանը պարտքա 200,000 դրամ եւ 411 հոդվածով դա ամեն անգամ տոկոսներով ավելանում է։ Վերնշված անձը մոտենում է հարկադիր կատարողական, որ ձեզ ներկայացնում է, թե իրան չեն ընդունել եւ այլն, շատ լավ ընդունել են։ Նույն Սմբատ Աթոյանն է իրան ընդունել, ինքը փորձել է աշխատակիցներին կաշառի, նույն ձայնագրությունները կա, որ արի ես քեզ 100,000 դրամ տամ, ինի ախտերս ջջիցով գնա, էլի։ Ես խնդրում եմ, հորդորում եմ մեր հայրենակիցներին, որ միայն մարդկանց արատավորելով, անունը արատավորելով, դուք լավը դուրս չեք գալու։ Միևնույնն է, վաղ թե ուշ իրականությունը պարզվելու է։ Հետաքրքիր էր։ Եղավ, ուրեմն ես դա էլ հասկացա, հաղորդման, այսինքն էսպայի մեր զրույցի վերջում եւս մեկ անգամ խնդրում եմ որպես Երևանի ավականու անդամ Անուշ Գենոսյան ջան, իմ շնորհակալությունը փոխանցեք ձեր եթերի մանկական հիվանդանոցի ղեկավար կազմին, չնայած եթերով էլ դա գնում է, եւ առողջություն մաղթենք մեր փոքրիկին։ Եղավ, եւ առողջություն մաղթենք փոքրիկին։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն։ Եղավ, շնորհակալություն, տաղ Կապի մեջ էր Անուշ Գենոսյանը ավականու անդամ, մեր ավականում։ Так, ստեղ ինչ է։ Արմենիա բժշկական կենտրոնի սեփականատերերն են Գրիգոր Գրիգորյան եւ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրանիկ Գրիգորյան, հեր ու տղա։ Խնդրում եմ Հիմա մենք սա կտեղադրենք Telegram կանալ, թող ազգը ճանաչի իրա բոզի տղեկին։ Իմիջիալոց ես նկատել եմ, որ գոյություն ունի հանրային բանը Facebook-յան էջ, որը կոչվում է հայ բոզի տղեկ, ներողություն, Telegram-յան էջ, որտեղ տեղադրվում են, այսպես ասած, Հայաստանի թշնամիների, ազգությամբ հայ, բայց իրանք Հայաստանի թշնամիներն են։ Դրանց լուսանկարները։ Ես շնորհակալություն եմ հայտնում այդ Telegram կանալի admin-ին, չգիտեմ ով է, որովհետև այդտեղ հավաքվելով ազգի բոզի տղեկին մի գեղեցիկ օր դրանց բոլորին ես լցնելու եմ KGB-ի պատվալը Հավիտյանս Հավիտենից։ Այդ օրը գալու է։ Այստեղ թող կուտակվի, որ հետո էլ մենք չընկնենք ման գանք, մի րոպե ով մնա, ածով չմնաց, այդ Telegram կանալը թերթելով սրան, սաղի բան բերում ենթարկեք։ Մարդ ինչ կարգի պիտի լինի վիժվածք, որ անգամ զանգ ես էլ ասեն լավ, հնչեղություն ստացած գործա, բերենք, վիրահատենք, տանվճար ճամփու դնենք, չէ, 130,000-ը պիտի 130,000 անգամ Գրիգորյան եւ Անդրանիկ Գրիգորյան 130,000 անգամ ամբողջ ազգը ծծծնի ձեզ 130,000 հետաքրքիր որ 130,000 դրամ տան կարան ձեր ընտանիքի անդամներից որևիցե մեկին ծծծնեն անից հետաքրքիր է դուք փողից են կողմ ինչ որ ուրիշ բան տենում եք թե չէ այ բոզի տղեկ Մոտ ինչ կարգի դահիճ պիտի լինի, ինչ կարգի ասում են փողոցի, հələ ասում են թուրքերը, մուսուլման քրիստոնյա, ձերպես դուք մարդ կոչվելու իրավունք չունեք, ինչ քրիստոնյա։ Այս քրիստոնյություն կոչվածը մերը բռնաբարեց։ Այ կրոն կոչվածը, որ կրոնի անվան տակ քրիստոնի, հիմա որ նայես վանքելա այդամ, խրսելա ուտամ, ես եմ ինչ անեմ, բայց ասում եմ մուսուլման կադրին Ստամբուլի փողոցից բռնես, տրամվի տակ ընկած տանես, անվճար վիրահատում են, բայց մենք մեր 8 տարեկան երեխուն ասում ենք, չէ, դու պիտի դիմանաս նարկոզա, առանց նարկոզ, այդ ոչ եմ տանջակի, որտեղ դու չունես 130,000 դրամ։ Այդպես էլ չարին։ Ու պիտոմ զանգել ենք, կնեն չերել է, որ ասեն, մենք կաբար չենք, զանգել ենք, եվիրով զանգինք, հանրապետական հիվանդանոց։ Բոզի տղեկ։ Նկարները դրվածը Telegram կանալ, մտեք հիացեք։ Ուր ես մի կնիգը։
Զանգել ենք։ Ասենք նշի որ չենք զանգել, չենք վեկալել, չենք դրել, իրանք էլ հանրային զանգ չեն նայում, որովհետև քֆուր է տալում։ Իրանք կուլտուրական են։ Էս Սուրամյանը մե։ Ոչ եմ չի լում այդ Նազարյան Լարիսայի հետ միատել ենք բանը փորձում կապ չի լում հաստատել, չգիտեմ խի։ Հերախոսը ես իմ ուրեն տարել դրե։ Տիգրանուհուն ծսցնմա գագոն, գագո, մեղրի քաղաքապետի կնգան ծսցնմ ես, մինչև, ես ասեմ ետ, բան զբաղվի հետը, գնա զբաղվի։ Call ended. Չելուն ոչ մի կերպ, անցանք առաջ։ Так, մյուս բողոքը, Սպայկի Դավիթ։ Դավիթ, ես եթերով երկու օր առաջ քեզ տվեցի կոնկրետ ժամանակ 48 ժամ լուծել քո աշխատողների աշխատավարձի հարցը, որը որ դու պետք է նախ հիշեցնեմ, որ Սպայկի աշխատողները չեն ստացել դեկտեմբեր ամսվա աշխատավարձը, իսկ այսօր հունվարի 31-ն է, այսինքն հունվար դեկտեմբեր չկա, աշխատավարձ նեմա։ Ես քեզ տվեցի ժամանակ, ես քեզ կուլտուրական հորդորեցի, ասեցի տղա ջան, լուծի քո բանվոր դասակարգի աշխատավարձի հարցը։ Հիմա ես չգիտեմ, այդ հարցով տիկին Աննա Վարդապետյան, Երևակայի ես պետք է դիմեմ ձեզ, մենք նաև կուղարկենք գրավոր գրություն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն պահանջով, որպեսզի պարզվի ինչն է պատճառը, որ հարյուրավոր, հազարավոր ժողովրդի առանց աշխատավարձ օգտագործում են եւ աշխատավարձը չեն տալիս։ Սա հաղորդման կուլտուրական մասը։ Չէ՞ մեկը զանգում է եւ չգիտեմ ով է զանգում։ Իմը դա ցույց չի տալին։ Սա հաղորդման կուլտուրական մասը, ստեղ ես կեմ մի րոպե գրեմ գլխավոր դատախազին, մենք գրությունը կուղարկենք, ես կխնդրեմ իմ ժողովրդին, որպեսզի գրեն ուղարկեն։ Բայց ես հիմա ուզում եմ հարցը տամ ընկեր Դավիթին։ Դավիթ, դու կուլտուրական հայերեն լեզու ինչի՞ չհասկացար, տղա ջան։ Ես ռեստարտալի։ Ես քեզ բանը տեսեք, ինձ ասում են ինչի եք հայոյում։ Ինչի չեք փորձում մարդկանց հետ խոսել կիրթ։ Շատ կիրթ տոնով ասում եմ, չէ, 48 ժամ առաջ ես դիմեցի Սպայկի սեփականատեր Դավիթին, ասելով լուծի քո աշխատողների աշխատավարձի հարցը։ Մեզ պատասխանը եկավ, որ պարոն Ղուկասյան կներեք, բայց մենք աշխատավարձ չենք ստացել, այսինքն Սպայկի Դավիթը չի տվել։ Հիմա ես հարց եմ տալի ժողովրդին, սիրելի ժողովուրդ, դուք եթե նայել եք նախորդ հաղորդումը, ապա հաստատեք, որ ես ձեզ չեմ խաբում։ Հիմա ես հարց եմ տալիս, ես իրավունք ունեմ այս պահին հայոյելու Սպայկի Դավիթին բանվոր ժողովրդի ճնջուլը աշխատավարձը ուշացնելու համար։ Այդ մարդիկ ընտանիք են պահում, այդ մարդիկ կոմունալ պիտի վճարեն ձուն ձմեռնոցով, որ հոսանքի մարդը չգա անջատի, գազը չգան անջատեն, վերջի վերջո տանը կարողա հիվանդ ունեն պիտի դեղ առնեն, վերջի վերջո երեխա ունեն, ում պետք է հագցնեն, կապցնեն, սնունդ տան դպրոց ուղարկեն։ Կա արդյոք որևիցե մի դիտորդ այս 5000-ի մեջ, ով կարող ասի, պարոն Ղուկասյան, դուք իրավունք չունեք հայոյելու Սպայկի Դավիթին, ինքը լավ մարդ, հա, ինչ-որ նման մի բան, որովհետև չի կարելի աշխատավոր ժողովրդի աշխատավարձը ուշացնել անգամ մեկ օրով, որովհետև ինքը քո պամիդորները, բադրջանները չի ուշացել, թե ինքը մի հատ պամիդոր գողանա քեզանից, դու կդնես այդ խետ աշխատողին կծծնես։ Հիշում եք, որ կանանց խուզարկում էին լիպչիկի մեջ, տրուսիկի մեջ,
պառնիկից պամիդոր գողանամա, թե չէ։ Բա հիմա դու այս մարդկանց աշխատավարձը ինչի ես գողանում, բոզի տղա, հա? Չէ, հարց։ Դու մի հատ պամիդորի համար բերում ես պառնիկի դեմը բոզի տղա ես կայնացնում, որ կանանց շմոն անի, որ կնանի գլիպչիկի արանքը դրած պամիդոր չտանեն, եթե անգամ մի հատ պամիդոր էլ տարան, ընդունենք։ Ես քո երկար մազերից բռնեմ ու ծածցնեմ, բա այդ մարդկանց 2 ամսվա աշխատավարձը խի չես տվել, ընկեր Դավիթ։ Այդ նույն քախանանող ամբողջ օր այդ մարդիկ դրած հողի հետ տանջվում ու ճանգռում են, որ դու բերք ունենաս, տանես կողես կնգատ դլոն։ Բա իմ ես քեզ ոչ չասեմ, բոզի տղա։ Թե քեզ թվում էր գնացի իրեն մարդամեկի հետ, Արտակ Գալստյան անուն ազգանունով, կերակ, խմիք, հարցեր լուծիկ, վերջացավ։ Դու ստացար դիվանագիտական ազնագիր, նրա հեռախոսով էլ զանգել էր ինձ, Վարդան ջան, տուդա եւ այլն եւ այլն։ Ուղղակի ես կուլտուրական եղա դեմից, ինչի համար, որ հետդ բառը փոխանակ է։ Ես ասում եմ, երբ որ ես մեկի հետ շփվում եմ, մի փոքր դժվար է հետո դնել գառնախելը, բայց ստացվում է։ Թե քեզ թվաց, որ եթե դու գնացել ես նրա հետ կերեք խմել ես, ինչ ես պատիվ ես տվել նրան, ես ինչ ես արել, իմ մոտ դա պիտի անցնի հաշիվ, հա։ Դե մա կարող է պատիվ տալուց բացել ինչ-որ բան էլ ես տվել, դոլարնի կամ եվրոնի կամ չգիտեմ ինչ էր։ Գլխանց ասեմ, ես դրա հետ կապ չունեմ, որ դու իմանաս։ Իսկ եթե տվել ես, գնա հաղորդում գրի վրան, որ տվել ես։ Դու բոզի տղա ես, Դավիթ։ Իսկ սրա հետ կապված ես ուզում եմ հայտարարել, որ սիրելի Spike-ի աշխատակիցներ, բանվոր դասակարգ, սա ձեր մոտ ֆիքսեք ես հաղորդումը, այս եթերը, եւ ընտրությունների ժամանակ մեկ մարդու նման գնացեք եւ ձայն տվեք Վարդան Ղուկասյանին։ Որովհետև ես ձեզ խոստանում եմ, կամ Spike-ի ղեկավար կազմը կփոխվի ամբողջովին, կամ Spike-ին կդառնա պետական ընկերություն։ Добрый, хороший Советский Союз։ Ու այսենց անձինք, այսենց կապիտալիստներ, բուրժուազիայի ներկայացուցիչները, ես մի քիչ պատմական բառերով անդրադառնամ, ովքեր որ պետքա շահագործեն բանվոր դասակարգին եւ մեկ օր անգամ սահմանված օրվանից աշխատավարձի օր սահմանվելու է ամեն ամսվա 25-ը, խոսքի օրինակ, ամսվա 25-ին աշխատավարձերը չնստան, նստեց անգամ մեկ օր ուշացումով։ Տվյալ կամպանիան ենթարկվելու է ահռելի տուժու տուգանքների։ 2, 3, 4 օր ուշանալու դեպքում կամպանիան լուծարվում է։ Այսպեսին պիտի լինի օրենքը։ Դու մարդուն շահագործել ես, դու մարդուն բերել ես, աշխատացրել ես, պայմանավորվել ես, որ ամեն ամսվա այսօրը պիտի աշխատավարձ տաս, ուրեմն պիտի տաս։ Եթե չես կարող աշխատավարձ տաս, ուրեմն բանկրոտ ես, всё։ Պետությունը ձեռիցդ խլում է, ծախմա եղած չեղածդ, այդ աշխատած ժողովրդին փողը տալում, ասում է գնացեք ձեզ համար ուրիշտեղ բան արեք, գործ գտեք, կամ սա դառնում է պետական։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Վերջի վերջո սահմանադրություն, որ գրել եք, ջնջել եք եւ այլն, օրենք, որ հիմա այլն ուզում են սահմանադրություն փոխել եւ այլն, պիտի գրած լինի ու դա պիտի պահպանվի ոսկե տառերով։ Մարդուն շահագործիր, փողը պիտի տաս, վերջացավ, բանկրոտ ես, բանկրոտ չես, չերիկ, ինչ չի հետաքրքրում։ Պետությանը դա չի ուզում, այդ մարդու աշխատավարձը պիտի տաս։ Եթե ոչ, թրաֆիկինգով դատվում ես։ Էսով է։ Ալո։ Բարև ձեզ։ Ինչ դեզինֆորմացիա տվեց։ Մարդը գնացել է դահակը ձեր հարցով, մնացած հարցերը կպարզեք դահակայի հետ։ Այո։
Եթերից հետո մգզրուցենք, լավ։ Սա բանի մասով, ուրեմն բանվոր դասակարգի ես հուսամ, որ Սպայկի ժողովուրդը ընտրությունների ժամանակ մի կիլո պամիդորի կամ բադրջանի դիմաց չեն գնա եւ ոչխար իրենց ձայնը չեն տա, չգիտեմ, ներկաներին կամ նախկիններին։ Իսկ Սպայկի Դավիթ դու բոզի տղա ես, բառից ամենաբուն իմաստով տղա ջան։ Մենք սիստեմատիկաբար ուրեմն կանադառնանք քեզ։ Որովհետև ես արդեն նկատում եմ շատ շատերի մոտ արդեն ձևակերպվել է իմունիտետ։ Հայո ես, չհայո ես, անգամ մարդիկ կան, որոնք ուղակի վիզ դրած ամեն ինչ անում են, որ դու իրենց հայո ես, որ իրանք Երևան։ Մինչև մի հատ բան կա, չէ, Սիսյանցի պորնիկի տղա է, տաքսու շոֆերը, ինչքան գլոխը, դաժե մնալու տեղ չունի։ 10 րոպեն մեկ եթեր ամատնամ, չգիտեմ, TikTok-ով, MikTok-ով, ու հայոյում է այդ բոզի տղեն։ Այսինքն ինքը վիզ դրած ու մալը տավը որ ինձ է հայոյում, հəl մի հատ էլ ասում է դոգի կուսակցություն գնացողներին գալու եմ տենամ հարցերը լուծեմ։ Ուրեմն այդ նույն բոզի տղու ես ուզում եմ ասեմ, չեք օղի մորը ծածացնեմ։ Ամսի մարտի 5-ին ելնելու է իմ համագումարը նորից Մարիոթ հյուրանոցում ու քո նման գեթին բոմժ օրվա հացին կակա ասող ու իմիջալոս գագո նախ որ շեղվանք մի անգամից ասեմ այս բոզի տղուն բերեմ գցեմ են քո ջիբը գագո այս տաքսիստա Սիսյանց ինչ-որ Ֆերդինանդի ախրանիկն է, այն որ քալը մեր կողից, ինձ մի հատ նիհար որը ճիճու, ասում են գագոնա քսի տալը, ուրեմն մինչև եթերի վերջը հասնելը, ինձ մոտ համապատասխան կապով մի հատ բան ղրգետ ինֆորմացիա, դու ունես իմ համարը, դու կապ ունես ես բոզի տղու հետ, թե չէ, մենք անդրադառնանք հեսա դրա պատվիրատուներին, ասենք առաջ, լավ, շեղվենք Ուրեմն, ախրեն կար շատ ամ, մաս չգիտի որտեղից կսի, որտեղից հլնի։ Քանի որ խոսք գնաց, ասպես ասած, վատ մարդկանցից։ Ուրեմն, քպական Սամվել Շիրինյան գոյություն ունի, տվել անձնավորությունը երեք չեմյուսոր, գնացել էր բանում Երևանում տեղը չգիտեմ գոյություն ունի հուշարձան պամյատնիկ Բլագատնому Լենինգրադում այսպես ասած Բլագատնի Լենինգրադի որբերի բան հուշարձան գնացել էր այդ հուշարձաններ նկարեց ու ցեր տվյալ անձը ուրեմն պոկել էր Զախկեպսակի վերից Ռուսաստանի դրոշը գցել էր ոտերի տակ, կանել էր վրեն, տուդա, ասում է Մարիա Զախարովան բան է ուզում, հիմք է ուզում, որ Արցախը չգիտեմ, տարհանված է, եւ այլն, Մարիա Զախարովան, ագարկա Մարիա Զախարովա բոզ։ Նույնքը տենց բան չասեց, ես եմ ասում։ Ուրեմն Սամվել Շիրինյան, ես չգիտեմ, Մարիա Զախարովան ինչ ասում, Մարիա Զախարովան ինչ թուղթ է ուզում, որպեսզի ցույց տա, որպեսզի մենք ցույց տանք, որ Արցախը տարհանված է, թե չէ, դա Մարիա Զախարովայի խնդիրն է։ Նախ ես այս բանը ներողություն եմ խնդրում, ես уզում եմ ավելի լավ ասեմ ռուսերեն։ Ինձ կներեք։ Значит, по поводу памятника Благоды Ленинграда, вот который есть в городе Ереван, вчера произошел инцидент. Гражданин Армении Самвел Ширинyan, там стояли венки, он от венков оторвал флаг Российской Федерации, пошагал на нем налево-направо и сказал, что не было никакого, мягко говоря, блокадного Ленинграда, там дети не погибли, ничего такого не было, потому что нету документов. Значит, Самвел Ширинyan этим способом доказал, что он не знает историю, он не изучал историю, даже не утруждал себя зайти в YouTube, посмотреть фильмы документальные, кадры документальные, фото-видео документальные про блокадный Ленинград. Значит, что я хочу сказать, что такие идиоты, как Самвел Ширинyan, к сожалению, у нас хватает.
Это опять вина Российской Федерации. Опять вина. Да, был блокадный Ленинград. Из блокадного Ленинграда многих детей, которые остались без родителей, удочерили, усыновляли граждане Республики Армения, Таджикистана, Узбекистана, Туркменистана, Казахстана и других советских социалистических республик. Вина в этом в чем? Вина в этом в том, что МИД Российской Федерации или как там пресс-секретарь МИДа Российской Федерации Мария Захарова, которая и в том числе Российская Федерация, которые явно ведут антиармянскую деятельность, полностью любят Азербайджан, вот к чему это привело. Вот так вот. И обижаться на таких идиотов не стоит. Надо обижаться на ваших послов. Вот есть у вас посол Копыркин, который сидит в Республике Армения, город Ереван. Чем он занимается? А ничем. Ничем. Посольство Российской Федерации ничем не занимается. Вот, уверяю вас. И вот вся вина в этом, что день за днем в Армении нарастают антироссийские настроения. Я очень хорошо понимаю, что это провокатор. Я очень хорошо понимаю, что в территории Российской Федерации хватает армянских церквей, армянских памятников. И в России тоже может найти вот какой-то идиот, вот, который хочет осквернить храм, церковь, я не знаю, там, Хачкар, памятник. Вот если так пойдет, завтра появится другой гондон и скажет, вы знаете, что маршал Баграмян, он антиармянин, маршал Бабаджанян антиармянин. Надо снести эти памятники, а не маршалы Советского Союза. Не позволю. Любой такой человек, который встанет против истории, той истории, которой мы, наши деды, наши предки защищали, я этого не позволю. Ведь советская Армения в годы Великой Отечественной войны потеряла 300 тысяч армян. 300 тысяч. И если это взять, это занимает первое место среди всех республик по численности своего населения. Первое место. И если бы не те 14 республик, таджики, узбеки, армяне, грузины, азербайджанцы, туркмены, кыргызы, молдавы, украинцы, белорусы и так далее, то Российская Федерация или РСФСР в одиночестве не мог победить Великую Германию. Вот это факт. Я понимаю, что сейчас Россия, Российская Федерация все время говорит, что это победа русского народа. Нет, это победа советского народа, а не русского народа. То, что творили немцы в Украине, в Белоруссии, в Молдавии и так далее, это же кощунство. Но если появляются такие идиоты, вот, которые оскверняют память, блокадный Ленинград или тому подобное, тут вина и ваша, и наша. Вот так вот. Особенно посольство Российской Федерации. Вот это специально для русской аудитории. Армения никогда не позволит, и армянский народ никогда не позволит осквернить память жертв Великой Отечественной войны. Это наша победа. У нас было 4 маршала и 120 генералов. Такая маленькая республика, а сколько у нас маршалов и генералов было. Мы это не забудем. Это наша гордость. И любой гондон, который посмеет осквернить все это, лично я, вот не буду уже перейти на мат, вот лично я уничтожу. И не позволю. Исхимасник Хайринин. Ընկեր Սամվել Շիրինյան, բլոկադան տևել է 872 օր, սկսվել է 1941 թվականի սեպտեմբերի 8-ից, ավարտվել է 44 թվական, եթե չեմ սխալվում, փետրվար։ Բլոկադնի Լենինգրադի ժողովուրդը
ուտելով օրական 200 գրամ հաց, ուտելով կռիզ, շուն, կատու եւ այլն դիմակայեցին ֆաշիստական Գերմանիային։ Ինչը չարեց Արցախը եւ ինչը չարեց արցախցին։ Արցախը ունենալով $1.5 միլիարդ սպառազինություն, ունենալով ֆիզիկապես նորմալ ժողովուրդ, զենք, զինամթերք եւ այլն, դիմացավ 44 օր։ Ներողություն, մի քանի ամիս։ Ասում եմ 872 օր։ 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընկեր Պուտինն ասեց, որ հոկտեմբերի 7-ին զանգել է Նիկոլ Փաշինյանին եւ ասել է կանգնացնեք, Նիկոլն ասել է չէ, մենք պիտի կռվենք։ Սկզբից ես դա հասկացա ուրիշ ձև, ասելով երևի Նիկոլը ուզում էր կռվել, ուզում էր ցույց տալ, որ ինքը կարա հաղթի Ադրբեջանին։ Բայց հետո պարզվեց հակառակը, որ ոչ։ Նիկոլը ինչի չի դադարեցրել պատերազմը, որովհետև ինքը ամեն ինչ չէր հանձնել։ Հոկտեմբերի 7-ին Շուշին չի ընկել։ Ինքը չէր կարող հոկտեմբերի 7-ին վերցնել Ադրբեջանի Շուշին տալ, հնարավոր չէր, այդտեղ ադրբեջանցի չկար։ Հոկտեմբերի 7-ին եթե ինքը հանձներ, այն դիրքային առավելությունները Ադրբեջանը չէր ունենա։ Այն դիրքային առավելությունները, որը որ հայկական կողմը բանտիկով Ղարաբաղյան գեներալներով հանձնեց։ Ստեղ Նիկոլը չէր, ստեղ Սերժ, Ռոբերտ, Նիկոլը զուտ կատարածու բոզի տղա էր, որովհետև Ղարաբաղի ամբողջ գեներալիտետը վերջերճը խոռոփածուներ Նիկոլի վրա են։ Բարես ամենաբուն իմաստով։ Եվ հոկտեմբերի 7-ին չդադարեցրեցին, որովհետև իմաստ չուներ, որովհետև հոկտեմբերի 7-ին դադարեցնելով շարունակելու էր Հայաստանում մնալ ռուսական ազդեցությունը։ Հասկանում ես։ Իսկ սենց այլևս Ղարաբաղ չկա, Ղարաբաղի հարց չկա, կոնֆլիկտ չկա եւ այլն, Հայաստան, Ադրբեջան խաղաղության պայմանագիր։ Ըստ այս բոզի տղու, որն որ Ադրբեջանն ասում է ոչ, ես խաղաղության պայմանագիր չեմ ուզում, ես հələ քեզ պիտի ծծցնեմ։ Իսկ ստեղ գնալ եւ կպնել, չգիտեմ, խախի բամպետության դրոշ վեկալը քսել ոտեի տակ վուր ինչ։ Կռվեիր տղա ջան։ Մեկը դու կռվեիր, ուր էիր, Սամվել Շիրինյան։ Ուր էիք։ Բլակարդնի Լենինգրադի ժողովուրդը չհանձնվեց, սովից մեռավ, բայց չհանձնվավ։ Գերմանացին էլ ոնց եկա, փոշման գնաց հետ։ Դու չհանձնվեիր, զենքը ուներ, զինամթերքը ուներ, ամեն ինչը ուներ, բնապահպաններն եկել էին Ղարաբաղը փակել էին, հլնեք 10,000 հոգով գնաք բնապահպանների մորը ծծցնեիք, լարեք, ճամփեն բացեիք։ 20-30 տարի Արցախի ընդերքը փորելով թալանում եք, այդ ընդերքի տեղը մի հատ թունել փորեին Հայաստանի հետ, որտեղն եկա ժամանակ սնունդը գնար գար։ Այլ ոչ թե հանքերը փորեին, եւ հանքերի համար սաղի տարանքցին Բաքու։ $1.5 միլիարդ սպառազինություն, դու ասիկան ով պիտի գար քո փոխարեն կռվեր։ Ընկեր Սամվել Շիրինյան։ Ով։ Ինչքան մեծահարուստ կա սաղյաց երեխեքին փախցրել էին, ազատել էին, գրզոյից բռնած, լավա վայնկումը անձապա գնացել, գրզոյիտուն ասել է, էսի պավեսկեն, տաղուտ ղրգամենք ֆռոտ, տղեն ծաղկածոր սեքսեր անեմ։ Այսօր մարդն ասում է, ես բան եմ, ազգային ժողովի պատգամով, քո սիրելի կպնամ։ Եվ մեղադրել սրան, մյուսին, ֆրանսիացուն, գերմանացուն, պարսիկին, ռուսին, որ քո կողը կանգնած չեն եղել, քո իշխանությունները բոզի տղա են, տղա ջան։ Բոզի տղա են, քո իշխանությունը 8 տարեկան երեխու կողը չի կայնում, որ ձերի շպիցը հանեն մեջից։ Դու ուզում ես խախի պետությունը գա քո ոռը պայի, զաշտո։ Չհարց, ինչ ես դու քեզնից ներկայացնում, նավթ ունես, գազ ունես, ինչ ունես։ Եվ այսպես բանը պրովոկացիաները, որոնք որ անում են որոշակի անասուններ, այդպես գնա Նիկոլի դեմ բանա պրովոկացիա արա, այդ ալկոգոլիկ բոզի տղու, որ 5-6 տարի եկել այդ իշխանությանը եւ 5 հոգի մարդ չի դատվել մինչեւ հիմա նախկիններից։ Բերեմ օրինակ Մայրապետյան Սամվել տղա ջան, նույն քո Նիկոլի իշխանությունը քերական գործեր հարուցել Մայրապետյան Սամվելի վրա են։
Սաղ կենտրոն Երևան քաղաք գրգմփսրե զավթել էր Մայրապետյան Սամվելը։ Ասին հիվանդա։ Պիտի գնա Գերմանիա բուժման, Հայաստանը բժշկություն չկա։ Կանգնեցին երաշխավորներ Ռուբեն Ֆանարջյանը, Վահրամ Քահանա Մելիքյանը, տերտեր գյոտ։ Գնաց Մայրապետյան Սամվելը եւ այլևս չվերադարձավ։ Հիմա հարց եմ տալի քեզ, որ Ռուսաստանի դրոշը գցում ես ոտի տակ, այդքան մտով լավ տղա ես։ Բայց չես հարցնում, Հայաստանի Հանրապետությունը բանակը թալանած բոզի տղուն, երկիրը թալանած բոզի տղուն, ինչի թողիկ որ գնաց։ Լավ, գնաց։ Գերաշխավոր կանգնած Ռուբեն Ֆանարջյան, բժիշկ, կամ Վահրամ Քահանա Մելիքյան, ուր են սրանք, գերաշխավոր են կանգնել, սրանք պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության, որ փախցրեցին Մայրապետյան Սամվելին։ Կայնան քրեական պատասխանատվության ենթարկեցին տղաջան։ Ոչ։ Ավելին, Toyota Service-ի 60%-ը ընկեր Սամվել Շիրինյան պատկանում է Մայրապետյան Սամվելին թուղթու բթիկով։ Իմ Telegram կանալում դրված է Toyota Service-ի եկամտի աճը։ Ամեն տարի Toyota Service-ի եկամուտը աճում է անհասկանալի աստղաբաշխական թվերով։ Որովհետև ամբողջ պետական ապարատը առևտուրա անը Ռոբերտ Քոչարյանի սերվիզից։ Ուրա, խնդրեմ, թուղթը դրած է իմ Telegram կանալում, պաժալստը, 2021 թվականին Toyota Service-ը ունեցել է 11 միլիարդ 497 միլիոն դրամի եկամուտ, 21 թվին, 2022 թվին 20 միլիարդ 145 միլիոն դրամի եկամուտ, այսինքն 9 միլիարդ դրամով, սա իհարկե պետությունից ամբողջական թվերը չի, պետությունից թաքցնում են, բայց 9 միլիարդ դրամով աճել է Toyota Service-ի եկամուտները, որը պատկանում է մեր Սեթոյին, չէ, Սեթո, մեղրի քաղաքապետի կնիկ ծծրած կաս, Գագո հանի խերդբենից Տիգրանուհու Տութո Սեթոն տանի ծսցնի, Սեթոն վապշե սեքս չի անում, աղբորից բետար, տար Սեթո, տար։ 9 միլիարդ դրամով Սեթոյից եկամուտները աճելա, ոնց։ Թուղթ են, գրուկ, պեչատուկ, Telegram դրուկ, ոնց։ Ով այս եկամուտներն ապահովում Հայաստանի Հանրապետությունը, որը շտաբօգնության մեքենաները Toyota, գայի մեքենաները Toyota, պատավատները Toyota, Ղարաբաղի 150 ջպերը ծառայողական բոլորը Toyota։ Բիզնես, ուրիշ մոդելի մեքենա Հայաստանի Հանրապետությունում չկա։ Ոչ Nissan կա, ոչ Infiniti կա, ոչ Skoda կա, ոչ BMW չկա։ Այդ մի սերվիսն է Toyota։ Բայց սրա մասին խոսացեք։ 60%-ը Մայրապետյանին է։ Հիմա դատախազություն ասում է, առաջվա ԳԳՄՍ նախարար Հասմիկ Գերին շխերը գլուխ էր, դրանից 1 միլիարդ դրամ բռնագանձել օգուտ պետության։ Okay։ Բայց այդ դեպքում Սամվել Մայրապետյանի Toyota-ի 60 սերվիզը 60%-ը քիչ է բռնագանձում օգուտ Հայաստանի Հանրապետության։ Ինգեր հակառուսականներ։ Ես ոչ հակառուսական եմ, ոչ հակաամերիկյան եմ, ոչ ամերիկյան եմ, ոչ ռուսական եմ, ոչ ֆրանսիական եմ։ Քաքը մեր մեջ չա։ Իմ ասածը դա է։ Ես խալխին իրավունք չունեմ մեղադրելու, երբ որ իմ երկրում բոզիտողություն ա տիրում։ Եվ որ իմ երկրի բոզիտողության գլխավոր հովանավորը ես եմ։ Խախն ի՞նչ անի։ Է խախը տենը բոզիտղա երկիր, հա, ո՞ց ուզում օգտագործում ա։ Ո՞ց ուզում ա։ Խոսքի օրինակ, Գեղարքունիքի մարզ, Սևան, Համայտ, Սեմյոնովկա, Գեղ։ Հարց Գեղարքունիքի մարզպետին։ Ինչի ավտոբուս չկա, Սեմյոնովկա, Սևան։ Ժողովուրդ ինչի պիտի, այդտեղ ռուսը, ամերիկացին մեղավոր է, որ տրանսպորտ չկա, տաքսո պիտի գան Սևան։ Մի հատ ավտոբուս, Գեղարքունիքա մարզպետն չի կարեմ քցի, որ այս եկա գեղա, չէ, այդ գեղի ժողովուրդը գոնե ժամետ մի հատ գազել, չեմ ասում Mercedes, գյոզել, տանի բերի, տանի, այդ է ռուսը, ֆրանսացին, ամերիկացին, մեղավոր է, հարց, ուրիշ, անցնենք առաջ, սավա, Նուբարաշեն քերակատարողական հիմնարկ, բժիշկների, իշքան բժիշկա դիում ագրեն դուրս է գալում, բժիշկա,
Նուբարաշ էտեն նուբարաշեն քրակատարողական հիմնարկն է, որտեղ որ 6 ամիս առաջ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերությունը H1 պատրաստեց ռեպորտաժ Մազերը փռին ֆենին ավտով նստան կապուտ միգրաֆոնը վեկալան վազանեկան արտարադատության նախարարություն քրակատարողական բերդը ինտերվյու վեկալան որ ջուրը այլևս քաշ չի հաշվելու կալանավորի կամ դատապարտյալի վրա մինչև այսօր ջուրը հաշվում են քաշ կալանավորի ու դատապարտյալի վրա սա ինչ է սա ցեղասպանության տեսակ է ընկեր քպական Սա ևս ցեղասպան դու մարդուն իրավունք ունես օրենքով զրկել ազատությունից այո քաքը կերել ես գնա նստի կամ նախաքննությունա գնամ քեզ կալանավորում ենք բայց դու իրավունք չունես մարդուն խոշտանգես Այդ մարդու ջուրը կրանտից խմելու չի Եվ երբ որ դու նախատեսում ես խմելու ջուրը քաշ ու նշանակում այդ մարդը ուրիշ ոչի բան չպիտի այլևս ընդունի ընկեր Սամվել Շիրինյան Այս սրա մասին խոսա դու տղա ջան ընկեր քպը ջուր դուրա Սպիտակ եղենը շորը մայկատ ռուսիկը կալանավորի տնեցիկ տանեմ են տուն դատապարտալի լվն բերում են դա հաշվում են քաշ Սպիտակ եղենը քաշ ածելը քաշ դոշակ պիտի հաշվի քաշ միայն սնունդը Հմեք Ինչի հիմա երկրորդ ռեպորտաժը չես պատրաստում, որ ասես արտարադատության նախարար գործ տվող գիգիշ Ջուրը խիա մինչև հիմա հաշվում քաշ չէ որ դուք եթերով հայտարարեցիք որ ջուրը այլևս քաշ չի կամ որ այսքան բժիշկ գրեմա դուրս է գալն բերդերից ինչ է լինելու այդ պոակային խռռի գլոխա որ վեկալ է բացել եք տվել եք պոակ բուժաշխատող չկա մարդ բերդում մեռնի դյուրություն անող նեմա Իմիջելոց են Չվչվ արոյի տղեկն էլ ոչ տղեն սաղորը խցում որնմա դեղաուզը լոմկի մեջա ջանը կոտրտվմա դաստիրակողըտ մեռնի կասեր մեր հարևան Զոյան նարկաման Տարեկցեք կարծեր, նուբարաշեն քերակատարողական հիմնարկի պետ, աշխատողներըդ բողոքում են բոզի տղա, ասում են սաղորը ճվճվարոյի եթիմն ձենը կցե աշխար մեզի քրվմա, խիչ ես տանում կցմ կարծեր, գյոթի բալա, արտա գալսանը ծսցնի կնգատ, նուբարաշեն քերակատարողական հիմնարկի պետ, ամեն, Այդ արմավիրի քերակատարողական պետին էլ փոխին, մեն լայարտին տարան, ես իմ կիրովականից է ուլուս այդ մեկին բերել են արմավիր, հիմա տնանք եսի ոնց է գմպցնմ։ Հասնենք առաջ։ Տեսեք, բանակի թեմայով, չէ, ասում են ռուսն ամեղավոր է, սա մեղավոր է, նա մեղավոր Պարսիկն ամեղավոր, ֆրանսիացին ամեղավոր, ամերիկացիք մեզի կքցեն եւ այլն։ Եղբայր ջան, դու քո բանակի նկատմամբ, եթե ունես ամենաանհարգալից, ամենապիղծ, ամենաանտարբեր վերաբերմունքը, ինչ ես ուզում։ Ուրեմն սովետական միության փլուզումից հետո մինչև օրս մեր պաչոտնի կարաուլը հագնում է սովետական միության ֆորմեն։ Դաժե Ռուսաստանը փոխել է Իա պաչոտնի կարաուլի ֆորմեն, մենք չէ, թողել ենք նույն են սապոգները, են բանը գխակը և այլն նույն Սովետский Союз, բայց գրլում ենք սովետական միությամբ, ֆորմեն չեն փոխել։ Նայում ես Հայաստանի Հանրապետության զինվորի համազգեստին, վիճակին, ոնց որ եթիմ, բոմժ, դա համազգ չի, որ հագնում են։ Այսքան էլ եթերով ասենք, բարձրաձայնենք, մարդկանց անուններ ենք տալում, չէ, որ ազատվել են բանակից, Տարոն Մարկարյանի տղեկը, Վովայի տղեն, Արշակի տղեն, Դոդի տղեն, մյուսի, այդ դրանից հետո զանգի հետևից ինձ, արդեն հարևաններն են զանգում, ասում են պարոն Ղուկասյան, ձեր եթերով ասեք, սա էլ ազատվե, նա էլ ազատվե, սա էլ ազատվե։ Կոնկրետ խնդրեմ եւս մեկ ազատված, էլի զանգում ենք ռազմական ոստիկանություն, էլի ասենք մեմաքուր թուղթուգրիչ, եկալեք գրեք։ Փաստորեն ով փող ունի, լրիվ ազատել են։ Այն ինչ են Վարդևանյաներ, Վարդևորեր, ինչ էր այդ Վարդևորը։
Մայոր Մկրտչյան, բարև ձեզ։ Նորից Վարդան Ղուկասյանն է, ձեզ լավ եմ ցանկանում, վերցրեք, խնդրում եմ թուղթուգրիչ, ընդունեք հաղորդում։ Ուրեմն գոյություն ունի քաղաքացի Սողոյան Արման Բորիսի։ Սողոյան Արման Բորիսի, ծնված 08/02/2002 թվական, բնակվում է քաղաք Հրազդան, միկրո 22 շենք 22 բնակարան։ Միկրո 22 շենք 22 բնակարան։ Ըստ ահազանգի ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, էլի նույն ձևով ընդեղ կեղծ հիվանդություն ձևակերպելով ազատել են մեզ զինվորական դատախազնել դիտմա Էլիս Բայրյան, թե Էլիս Բեկյան, այդ մարդու ազգանունը չգիտեմ, բայց ինքը մեզ հիմա նայում է, եւ հուսամ ինքեր զինվորական դատախազությունը իա բան կոնտրոլը կդնի այս գործի վրա։ Սա էլ փոխանցեք օպերգծով տեղակալին ձեր։ Եվ հաջողություն։ Չէ, շնորհակալություն։ Ձեզ բարի ծառայություն։ Ու սենց իրար հետևից, վրա արդեն մի 15 հոգու անուն ազգանուն գրել են, այդ ուղարկել են ես Սողոյան Արմանի էջը, շոր Instagram-յան ավտո ճռվռ 160 կմ/ժ արագությամբ քաղաքի մեջ վզը, բայց մարդը ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից։ Խերը թեքակայնմ խոսքի օրինակ։ Բնականաբար դոլարնիով էլ ասել են բարի ճանապարհ։ Զինվորական դատախազությունը լսավ, հաղորդագրությունը տեսավ։ Ես սենց ասեմ, ոչ մի բանակից թռած, այսպես ազատվածներ, ոչ մի հիմիկվանից զգուշացնում եմ իմ գործընկերներին, ռազմական ոստիկանության։ Ես գիտեմ սա ոնց արվում, ինչ ձև արվում եւ այլն, բայց մտներովը չանցնի, երեկվա իմ ասացին, այս ասացին, բերեք, փողը վեկալեք ու բաց թողնեք։ Այս բոլոր հաղորդումները, այս բոլոր անուն ազգանունները ինձ մոտ ֆիքսվում են։ Չես կարող ասել վաղը մյուսօր ինչ տեղի կունենա։ Չնայած բախտագուշակներն ասում են, որ պիտի գամ ես, որպես վարչապետ, դրա համար որոշակի բոզի տղեկ ակտիվացել են։ Ինչևից է, չեմ չորտնի շուտիտ։ Վաղը մյուսօր, եթե ես եկա այս բոլոր իմ զանգերը, հեռախոսագրերը, բաները ես պահանջելու եմ։ Հիմիկվանից զգուշացնում եմ իմ գոլեգաներին։ Եթե պահանջեցի եւ պարզվեց, որ վեկալե բերել եք, ձեր 2-3 հազար դոլարը վեկալե ալաֆարե բացեք թողը եւ ընթացք չեք տվել, դուք դատվելու եք։ Հետո չլեք ասեք, վայ, պարոն Ղուկասյան, մենք մեղավոր չենք, մեր վարչության պետը ասեց, այն արեց։ Հիմիկվանից զգուշացնում եմ ձեզ, դատվելու եք։ Թե դուք, թե նույն զինվորական դատախազ այսօրվա, նույն այն բժիշկները, որոնք որ այսեսներին ազատել են բանակից։ Սրանք պիտի երնեք տան, որ գնան բանակ, ոչ, բանակ չեք գնալու, դուք դատվելու եք, հարգելի տղաներ, բանակից կեղծ ազատվելու համար։ Դուք գնալու եք, նստելու եք բերդ, մինիմում 4-5 տարի եւ երնեք տակ ասեք այ մարդը 2 տարի ինքեթային կծառայենք, մեր խիղճը հանգիստ կգայինք տուն։ Բանակից թռած, բանակից փախած, բանակ չծառայածները իմ այն որ ասում եմ թիվ 1 ուշադրության կենտրոնում են։ Ես վայենի բիլետի գինը սարքելու եմ դիպլոմից ավելի առավել։ Չունես վայենի բիլետ, ոչ միտեղ չես կարող մտնել աշխատանքի։ Ես հուսամ ռազմական ոստիկանության իմ գոլեգաները կհասկանան։ Օրինակ նման մի երևույթ էլ Տաճոյի լովա կերպարն է, Լևոն Տաճատի Մկրտչյան, 60 թվականի ծնված, բնակվում է քաղաք Օշական, Մաշտոցի 117 հացսերում։ Միայն այդ տունը տան տարածքը մոտավորապես 17 հեկտար։ Մեծահարուստն է։ Ունի ընտանիք։ Կինը Գոհար Կարապետյան, 62 թվականի ծնված, բիզնեսվումեն։ Ունի որդի Գրիգոր Մկրտչյան, 22 տարեկան մոտավորապես, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, չի ծառայել ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում, նարկոման, հանցագործ, մարդասպան,
դանկիստ եւ այլն։ Ունի երկու աղջիկ, Անուշ եւ Վարդիթեր։ Անուշն ամուսնացած էր Էդգար Կարապետյանի հետ, դատավոր բաժանվավ։ Վարդիթերը էլի բաժանվավ, դարել են աղանդավոր։ Հանդիսանում էր աշտարակ ձոր ռեստորանային համալիրի սեփականատերը մինչև 2020 թվականը, ընկեր Տաճատի Լովան, որը $3 միլիոն վաճառել է աշտարակի քաղաքապետ Թոմ Շահվերդյանին, քպական, թե որտեղից $3 միլիոն Թոմ Շահվերդյանին, ես չգիտեմ։ Հարցստեղ ուրիշ բանում է, ընկեր Աբազյան, նախ ես կարճ ներկայացնել, դու քո մոտ գրի։ Մոսկվայում ունի 3 գործարան, մեկը գտնվում է Միծիշիում, կնոջ անունով, մյուսը Ապրելևկա, երրորդը Գորոդ Վոլգոգրադ։ Հայաստանի Հանրապետության կոնսուլի հետ էլ Վոլգոգրադում Սիլիբիլի պուպուլ գրամոտդ։ 12 տարի առաջ աշտարակ համայնքում 50-ից 100,000 դրամով ձեռքաբերել անթիվ անհամար հողեր, նախկին քաղաքապետ Գագիկ Թամազյանի թեթև ձեռքով։ Հողերի մեծ մասը գրանցված է Լովայի տան հավաքարար Ազատուհու տղայի անունով։ Գրի, որտեղ Յանով այդքան չէր կարա, Լովայի տան հավաքարար Ազատուհու տղու անունով։ Այստեղ նաև ինֆորմացիա որպես ոչ լրացուցիչ 7 տարի առաջ տղան Կիևյան կամրջի մոտ կոնֆլիկտի մեջ է մտնում զով խանութի դիմաց, ինչ-որ մեկի հետ, Դավոյի Արմանչիկ, սրան են դանկում, բնականաբար դանկողը լինում է Գևորգ Մկրտչյանը, քնիչ ոմն Արտակ, որը $10,000 դեմից, հետո $20,000 վրից, գործը փագում ջրում են, ես 6 տարի դատական գործայետեմ եւ այլն, գաղափար չկա։ Այս հողերի հետ կապված Անդո խորանում է 12 տարի առաջ, ինչ հողերա ձեռք բերել ընկեր Լևոն Տաճատի Մկրտչյանը, ինչ գնով, ինչ հետ քանեժան, եւ ընկեր հավաքարար Ազատուհու տղու անունազգանունը ինչ հողեր էլ ձևակերպված է դրա անունով։ Ես ասում եմ դուք ինձ պիտի աշխատավարձ տաք Աբբաս։ Չես տալը։ Մեդալ չեմ ուզում, աշխատավարձ եմ ուզում։ Խնդրեմ, սա եւս իա տղային ազատելա բանակից։ Ոչ Հայաստանը մածարայում, ոչ Ռուսաստան։ Ով փող ունի, ասել եմ, չէ՞, բանակը դարել է սոցիալապես անապահով խավի համար։ Այդ հայրենիք, պետություն, պոստ, երկիր։ Միայն դա վերաբերվում է բանվոր դասակարգին, երեխեքին, մեծահարուստներին բնով։ Իրանց գործը դլով գմփցնելն է, դեղանելը, Մայբախ Ռոյս գելիկ ящик քշելը, ցկլը, անել ֆրալը, վերջացավ։ Ոչ հայրենիք կա, ոչ բան կա։ Ինչ խերես հայրենիք։ Ինչ խերես հայրենիք։ Ուրա այստեղ մի երևույթ կա։ Ուրեմն ԿԳՄՍ Ես չգիտեմ, ինչ պիտի լինի, երբ այդ օրը գալու, որ այս Ժաննա կոչված անգրագետ ագարկին վերջ-վերջո հանեն գործից։ Վերջ-վերջո։ Ես համոզված եմ, որ չեն հանելու, բայց ես մի բան եմ համոզված, որ Ժաննա Անդրեասյանին ես դատելու եմ։ Ես դրանում համոզված եմ։ Ուրեմն ես ուզում եմ խոսամ հաջորդ խնդրի մասին, մյուս բնակավարի, որը պակաս կարևոր չէ։ Դա մշակույթն է։ Հայաստանի Հանրապետությունը, որ sense հայ ժողովուրդ եւ այլն, մենք հասկացանք, որ մենք ոչնչացրեցինք ոչ թե միայն բանակը, ոչ թե միայն Արցախը։ Մենք ոչնչացրեցինք նաեւ մշակույթը։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհին չունի ներկայացնելու այս սրանց օրոք ոչ մի բան։ Նայեք։ Օրինակ վեկալենք մեկ օրինակ, ես մոտ նշել եմ։ Վրաստանը ունի Պարի պետական համույթ։ Եթե որևիցե մեկի համար հիմա խնդիր չի, կարող է մտնել YouTube ու խփել Սուխիշվիլի անունը, որը կոչվում է Սուխիշվիլի։ Մի հիանալի, մի արտակարգ Պարի պետական անսամբլ,
որով որ Վրաստանը որպես այցեքարտ հանդես է գալիս տարբեր երկրներում իր մշակույթը ցույց տալով, ճանաչել տալով իր մշակույթը, իր ազգը, իր պետությունը։ Մենք ունենք Պարի պետական։ Ուրա այդ Պարի պետականը։ Միջորդ Ադրբեջանն էլ իր մշակույթը լայն տարածում է։ Սկսած Վեդենխայից, Մոսկվա Վեդենխա։ Մտնում ես ադրբեջանական տաղավարը, զուռնա, դհոլ, քամանչի, չգիտեմ, կանոն, մանոն, լրիվ ադրբեջանական է։ Մտնում ես հայկական տաղավարը, ոսկի, սիգարետ, ռեստորան, լափանք, պրծավ։ Մենք ուրիշ մշակույթ չունենք։ Ինձ համար ցավալի է, երբ որ ես լսում եմ, սա արդեն որորդ անգամն է, որ Պարի պետականի պարողները, այդ տղաները եւ աղջիկները, քանի որ ունեն ֆինանսի խնդիր, պարում են Հայաստանի, Երևանի ռեստորաններում եւ կաֆեներում։ Գիտեք ինչ, ամեն մարդ երևի չի հասկանա բանը խնդիրը, դա ես կփորձեմ ավելի մանրացնել։ Դա նույնն է, ոնց որ զինվորականը, որը որ աշխատում է հերթափոխով, մի օր աշխատի, ասենք հիմա նոր է զանգեցի ռազմական ոստիկանություն, ասենք այս նույն հերթափան, այսօր հերթափը 24 ժամ, 3 օր տանն է, այն 3 օրը, չգիտեմ, գնա բան մայկա տրուսիկ ծախի, տաքսի քշի, որ կարանա իր գոյությունը ապահովել։ Սա խայտարակություն է։ Սա խայտարակություն է բառիս ամենաբուն իմաստով։ Կամ ոնց որ բանը ցիսկարի ձեն կամ Մոսկվայի մեծ թատրոնի Большой театрի արտիստը, դա կլինի բալետ պարող, դա կլինի, չգիտեմ, երգիչ եւ այլն, գնա եւ երկի հայկական ռեստորանում կամ Պարի սլավ վրացականում, դա абսուրդ է, չէ՞։ Դա արտիստին ոչ վայել երևույթ է։ Մեր Պարի պետականի տղաները եւ աղջիկները պարում են ռեստորաններում, պարում են օբյեկտներում, որ կարողանան գումար հայթայթեն, ժողովրդական պարելով եւ այլ, խորոված բերելուց, քաբաբը տանելուց, եսիմինչ անելուց ու որոշակի անձինքել, չեմ ուզում բոլորին կպնեմ, որոշակի անձինքել նստած, փորներն ու ձվերը քորելով, նայում են, թե ոնց են ընդեղ, չգիտեմ, նայիրան աղջիկները հեզաճկում պար, սա հայտարարություն է։ Ստեղ կրթության, գիտության, մշակույթի նախարար կոչված ագարկեն, սրա պատասխանը պիտի տա։ Ինչ իմ Պարի պետական, ոնց որ Ֆրուզիկ Մկրտչյանը ռեստորանում թամադ աշխատեր։ Հասկանում եք։ Մենք ոչնչացրել ենք ամեն ինչ, ինչ որ ունենք ու չունենք, այն որ հայ անուն, հայ չկա նման բան, սիրելի ժողովուրդ, չկա։ Այս 5 տարիների եւ սրանից նախորդող են 10 տարիներ, այս 10 տարի, որովհետեւ նախ Պարի պետականը նոր չի էս վիճակի մեջ, դա նախկիներից է գալի, նույն Սերժ Սարգսյան եւ այլն եւ այլն։ Սա նախկիներից է գալի, սա նորություն չի։ Բայց հասցնել այն աստիճանի, որ Պարի պետականի, չգիտեմ, գնան եւ ռեստորաններում պարեն, որ կարա մի 10,000, 20,000 դրամ հայթայթեն, հետո եկեք նայենք, երբ է մեր Պարի պետական անսամբլը ելույթ ունեցել որևիցե մի լուրջ երկրում, կամ առհասարակ լուրջ բեմերի վրա։ Տարին քանի անգամ է ունենում նման համերգ։ Ես չգիտեմ։ Ես չգիտեմ, որովհետև դա չի լուսաբանվում։ Մենք մշակութային լուսաբանում հմեկով չունենք, որ հասկանանք մեր Պարի պետական անսամբլը, մեր չգիտեմ մյուսը, որտեղ, ասենք, այդ ինչ են անում եւ չկա։ Ոչնչանում է ամեն ինչ, կրթություն, մշակույթ, կինո, արվեստ, բանակ, ամեն ինչ։ Եվ սա ծրագիր է, որը որ գալիս է նախկիններից, նորից եմ կրկնում, ոչ թե այս բոզիս տղեկից։ Հիմա կասեն գումար նեմա, ցույց տամ գումար։
Իմ Telegram կանալում տեղադրված է փաստաթուղթ։ Երևան քաղաքի քաղաքապետի որոշումով փաստաթուղթ։ Ես sense բան չեմ տեսել։ Եկեք միասին ծանոթանանք։ Ուրա։ Բացում եմ Երևանի քաղաքապետի որոշում 23 հունվարի 24 թիվ։ Կարդամ ենք։ Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի այսինչ կետով բանով հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի հավելված համար 7 աղյուսակ առաջին տրանսպորտային նյութեր ձեռք բերվող եւ որպես օգնություն հատկացվող հեղուկ վարելանյութի բենզինի բաշխում համաձայն հավելվածի ասեմ հիմա ժողովրդական լեզվով Երևանի քաղաքապետ ընկեր Սիսին որոշել է Երևանի քաղաքապետարանի վարչության պետերին բացի այն որ իրանք ունեն ծառայողական մեքենաներ եւ այլն մի հատ էլ իրենց անձնական մեքենաների համար տրամադրել վարելիք հիմա մենք նայում ենք վարչությունները նայեք ֆինանսական վարչություն ֆինո 380 լիտր հավելյալ բենզին ֆինանսական վարչության պետը նստում է ավտոում տնից գալամա գործի բարձանում է կաբինետ ծաղրը թղթերի մեջ է վերան գնամ ավտոն գնամ տուն չի ուզում ավտոյով գա չի հերիկում աշխատավարձը թող տրանսպորտով գա դու բենզին Երևանի հարկատուի հաշվին խիստ տալի վերահսկողական վարչություն 950 լիտր за что 950 լիտր վերահսկողական վարչության աշխատողին դու հավելյալ բենզին խիստ տալ այդ ուր են գնում վերահսկեն Երևանից գնամաս մաղափան Հասարակական կարգի պահպանության վարչություն 4000 լիտր Տրանսպորտի վարչություն 420 լիտր Իտագո Ռուսիա ասած 12430 լիտր 12.5 տոննա Երևանի քաղաքապետարանը հարկատուների հաշվին գումար պիտի վերցնի եւ լցի մասնավոր անձանց մեքենաները որովհետեւ իրենք գործի են գալում ավտոյով Դու ծառայողական մեքենա ունես սրանց համար։ Դու ծառայողականով գնան դիտե միտեղ կա։ Էդի նույնն է ոնց որ վաղներ ասեն գիտես ինչ։ Իան գործի են գալի այդ մայկա տրուսիկը որ հակնում են տրուսիկով որ նստում են։ Քրտնում է, քրքվում է, ծակրտվում է։ Երևանի հարկատուների հաշվին մենք պիտի նաև սանցամալ առնենք տրուսիկ։ Կոֆեի բաժակ, մայկա եւ ոնց որ մեղրի քաղաքապետ բոզիս տղեն քաղաքը ճունի հեմոդիալիզի ապարատ ինքը առնում է բանան մեղրի քաղաքապետանի համար որ բանանով կնգան ծածցնեն առնում է կոնֆետներ Երևան մեղրի քաղաքապետարանի համար մեղրի քաղաքապետանի համար կոնֆետ է սառնում քո գրպանից առ մեղրից ու գրպանից խես առնամ հիմա սա է 12.5 տոննա վարելիք, եթե մենք վեր ենք ածում գումարի, դուք հենց տեսեք տարեկան դա ինչ գումար է կազմում։ Այսինքն նույնիսկ չէ որ Հայաստանի Հանրապետությունը փող չունի, ունի, էլ ոնց ունի։ Եթե փող չունենար, սա չէ։ Զինվորը պոստում վարելիք չունի, որ փեջը վարի կպչանանի։ Մենք 12.5 տոննա հարկատուի հաշվին առնում ենք, որպեսզի մեր վարչության պետերը տեղակալները դրանց ագարկեքը իրանց մեքենան պետական բենզին լցեն։ Բայց զինվորը պոստում կպչան չունի։ Բարի պետականը չի կարող գնա համույթի դեսդեն, որովհետև գումար չունի։ Ասում են գումար չկա։ Խնդրեմ կա։ Էնել ինչքան կա։ Դուշևոն 500 դրամանոց 72000 դրամ։ Իհարկե կա։ Այս հանդուրժողականությունը, այս անտարբերությունը, այս ձերք թափտալը, քչորդ ու ինչ, սա ինչի վերա, ժողովուրդը սխալ է։ Սա սխալ է, ես չեմ ուզում, որ մենք վաղը մյուսօր երկիր կորցնենք։ Այս ամենը տանում է դեպի դրան։ Էլ չի տանում, է սլանում է դեպի դրան։
Նայեք, նույն ձևով բերեմ մյուս օրինակը կապված վառելիքի հետ, ուրան։ Հեսա, Մայր Ղազարյան, ես սիստեմատիկաբար չէ մի քանի հաղորդում վրա դաժե հաղորդում ուղարկեցի դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտեն ասեց, քանի որ մենք չգիտենք ով է մեզ հաղորդում գրգողը, մենք ձեր հաղորդմանը ընթացք չենք տալի, բայց ինձ պատասխանում է Վարդան Ղուկասյանով, բայց չգիտի որ դա ես եմ, ասում եմ, այդպես մարդ չկա։ Աշխատանքից ազատվել է Ազատյան Արթուրը, ում մասին մենք եթերով մի քանի անգամ ասեցինք, որ նարկոման է, 2 անգամ տարեց ստուգել են ոստիկանը, 2 անգամ էլ լաբորատորիան տվել է, որ ձեր ոստիկանը նարկոման է։ Մի քանի օր առաջ վերջապես ազատեցին, բայց ազատել են պայմանով, որ քեզ 6 ամիս հետո ընդունելու ենք, 6 ամիս դեղ մի արա, որ արունդ մաքուր լինի, գնաց նորից քնու բանը անալիզ տաս, որ մենք քեզ կարողանանք հետ բերենք։ Իսկ ինչի են ուզում ես կարմիր բերետավոր բոզիտողուն հետ բերեն, որովհետև այս կարմիր բերետավոր բոզիտողեն այնքան ինֆորմացիա ունի, ինքեր Ջոմարձան հայկած ղախպիտողու վրա, որ ասելու չի, որովհետև եթե միտեղ որ բերանը բացեց, նախ բերանը բացումա, չգիտեմ խի Անդոն ու Աբազը չեն լսում, պիտի գան Ջոմարձանի հետևից, Վայ Ղազարյան։ Նույնը տեղի Մկրտչյան Գևորգը Վաշտի հրամանատար նարկոմանա, նույն Վարդազարյան Արթուրը դասակի հրամանատար նարկոմանա։ Լավ, այն որ ասում են խույսն իմ, սրանք նարկոման են, իրանց ինչ որտեղ սեփական այդ օրգանիզմն է, ինչ ուզում են թողանեն, թո ուռեն, ծակվեն, ծծեն, թքեն եւ այլն, բայց այս մարդիկ սիրելի Աբազյան շարունակում են գիշերային ակումբներում տարածել թմրանյութերը, այսինքն իրենք լինելով ոստիկան, ընկեր Ջոմարձյանը ունենալով մասնավոր security կամպանիա, այնպես է պայմանավորվել գիշերային ակումբների հետ, որ եթե դուք խնդիր եք ունենում, այդ տրիվոժնի կնոպկեն իմ security-ին սխմումա կամ զանգումա, գալիս են կարմիր բերետները։ Եվ կարմիր բերետներն ասում են անցնելով ճանապարհի մոտով, տեսանք օբյեկտում կռիվեր, մտանք։ Այս զեկուցագրերով են իրանք մտնում օբյեկտ։ Զա ատնո այդ օբյեկտների անվտանգությունն ապահովել նույն ձիվա, քրեզի եւ այլ նմանատիպ բոզի տղեկի օբյեկտների են վարո, մարո եւ այլ։ Ես ուրեմն վարո ձիվա քրեզի նայ, ես քեզ մի բան ասեմ։ Էսի հիշի։ Այն որ գալու է պահը, որ իմ մարդիկ մտնեն ազգային ժողով, էդի 100% է։ Ընտրություն եղավ, Վարդան Ղուկասյանի մդոք կուսակցության մարդիկ ասնելու են, պալուբոմու շեմը հաղթա, ինչ էլ անեք, չանեք, շեմը հաղթարելու են։ Այսինքն 10 պատգամավոր կունենամ, թե 20, թե 5, թե 8, կարևոր չի, կարևորը կունենամ, ոնց որ այսօր ես ունեմ ավականի։ Հիշի, դες ես քեզ հիմա եթերով ամերիկաներն ես, որ մի խեռից մեջ ես։ Ես այդ 5 հոգի կունենամ պատգամավոր, հələ չեմ խոսում, որ կարող է կոալիցիա կազմվի ինչ-որ մի ուժի հետ, ու ես սրանց հանեմ սիկտիրանեմ, հիմիկվանից ասում եմ, որ հիմիկվանի ժողովուրդն իմանան։ Շեմը հաղթահարեց մի քանի կուսակցություն, հա, 4-5, նշանակություն չունի։ Ես ԿՊ-ի հետ կոալիցիա չեմ կազմելու, բացառված բան է, ԿՊ-ի հետ կոալիցիա կազմողը Վազգենի քուրն է։ Մյուս կուսակցությունները, ես չգիտեմ ով կլինի, դաժե կարող է Գագոնը լինի ԲՀԿ-ից, Լովիկը լինի Քոչարյանից, ես չեմ բացառում։ Չեմ բացառում, որ այդ պահին ես կարող է գնամ կոալիցիա կազմեմ, հանուն նրա, որ սրանց մորը ծսցնեմ լարեմ։ Հանուն դրա, որովհետև տեսեք, հիմա կարող է բռեն ասեն, դոգը ռոբիկականա։ Քանեկան ասում է Սիսին։ Սիսի պահով ես ասի չէ, որովհետև մի հատ ղախպի տղա հելավ ասես կամ ես եմ կամ ոչ մեկ քաղաքապետ։ Ես էլ ասի այդ է դու իմ խեռը կերար։ Իսկ այս ընտրությունների ազգային ժողովի ես չեմ բացառում, բացի ԿՊ-ից, որևիցե մի կուսակցության հետ, ում հետ կարողանանք հասկանալ իրար կոալիցիա կազմել։ Էդի որ դուք հասկանաք։ Իմիգ ման, տեսեք, ես իմ ընտրություն չեմ խապում։
Մենակ թե այս բոզի տղեկից պետքա ձերբազատվեն։ Կոալիցիա կկազմվի, չի կազմվի, դա հարցի նախ երկրորդ կողմն է, առաջնային կողմը։ Վարո, այդ նույն այդ գործ տվողները, որ գնացել եք իմ ժողովրդի վրա կեղծ ուսմունքներ եք տվել եւ այլն։ Հիշեք այս օրը։ Այս օրը հունվարի 31-ն է, ֆիքսեք։ Մտավ 5 հոգել մարդ ունեց ազգային ժողովում, դա մինիմալն է։ Ուրեմն հիշի, ես գալու եմ քո հետևից։ Իշխանությանը չգիտեմ այդ ով ալնելու, բայց տվյալ իշխանությանը ես կպարտադրեմ, ես ունեմ անձնական թշնամիների ցանկ, որի մեջ մտնում է Վովան, Արշակ եւ այլն, նաեւ դու քո թայֆով։ Ես կպարտադրեմ իշխանությանը, որ ձեր սաղի տուն ու տեղը ծածցնեն։ Այդ ակումբը հավասարցնելու եմ հողին, փագելու եմ, պլոմբելու եմ, քո ժողովուրդն էլ դատելու եմ։ Էդի դու հիշի։ Ձիվա գիշերային ակումբ, սա մի մոռացի դու։ Իսկ իշխանության մաս կազմելու կամ իշխանության գալու դեպքում, էլ չասեն, երեխեքդ բերթերում են փդելու։ Այն ախրանիկը, որ երրորդ մասամանան, որ 4 հատ աղջիկ ունի, այդ 4 աղջկան ղրգելու եմ կանանց գաղութ։ Ու այն կարիչ էր, պուշոկ էր, եսիմ ինչ էր, այրանց էլ ասելու եմ ծասցնել։ Ինձ դուք սարքել եք անձնական թշնամի։ Էդի, ես ասում, դեմից 2018-ից, որ ես սկսեցի, ձեր էին առում, ծաղրում էին, վիրավորում էին, ինչ-որ վիդեոներ էին հրապարակում, մոնտաժարված եւ այլն, վերջը տարանքացինք, որ դատատեխնիկաբանականը գրեց, Վարդան Ղուկասյանը չէ եւ այլն։ Հարեք, եկավ հասավ նրան, եղավ քաղաքապետի ընտրություններ, բաու մտա։ Հիմա հաջորդ ազգային ժողովն է, մտնելու եմ։ Ինչ էլ անեք, ոնց էլ անեք, ինձնից աբիժնիկ, ինձնից պրինցիպիալ, ինձնից ազգասեր, ինձնից վրեժխնդիր, ինձնից իմ խոսքի տեր մարդ, դուք չեք ճարելու, սիրելի ժողովուրդ։ Ու ժողովրդի մեծ մասը գիտի, շատ լավ գիտի։ Ինչ ուզում եք ասեք, ինչ կապ ուզում եք տվեք եւ այլն։ Մեկը Վարդան Ղուկասյանը կամ իա մարդիկ գալու են։ Բախտագուշակներն են արդեն ասում։ Ես այդ տիկնոջը չեմ ճանաչում, գալու են։ Ու 37-ը հետները բերելու են։ Վարո, Մարո, ինչ են, Կատիլակ Սերոժ, Գագո, Բիզիմդիր։ Բիզիմդիր բարիս ամենաբուն իմաստով։ Ինչքան տաքսիստ, սիսյանցի, պորնիկի տաղա, չգիտեմ ես ինչ մի հատ ղախպի տաղա, հանեք ցեք, մեյդանես անեք, անեք, միևնույնն է, դա իմ ընտրողների վրա չի ազդելու, Վարդան Ղուկասյանի վրա չի ազդելու։ Եվ այս սրանք, այս կամի բերետավոր նարկաման բոզի տղեկը, որոնք որ դեղեր են ցերեմ օբյեկտներում եւ դու, որպես KGB-ի մինիստր, սրանց մորը չես ծածանամ, ընկեր Աբազյան, դու ես դատվելու։ Ասեմ քեզ իմանաս։ Որովհետեւ չես կարող ասես, ես չգիտեի։ Դու գիտեիր։ Այն ստաց քոնք հիմա էֆիրը նայում են։ Այս ղախպի տղեկը, որոնք որ թունավորում են ամբողջ ազգը, Երևան քաղաքի հատուկ նշանակության գումարտակը, որը ազգը թունավորում է, բենզինը լափում է եւ այլ ու նորից ոչ մի ձայն, ոչ մի բան։ Բռնաբարել երկիրը ոնց կարակ։ Վարդան Ղուկասյանը միգուցե որն է, ցանկացած մարդ էլ ունի թերություններ։ Անթերի մարդ նեմա։ Դաշը Հիսուս Քրիստոս ուներ թերություն։ Եվ այն արշավը բոզի տղեկի, որը որ սկսվել է իմ դեմ, այս արշավը այդ ունենալու է վերջ։ Մի շատ գեղեցիկ օր, այս բոլորես ղախպի տղեկը, Են ովքեր որ հելել են, խոսացել են, չգիտեմ եւ այլն։ Ես այս բոլորին հիշելու եմ եւ ոչնչացնելու եմ։ Բարես ամենաբուն իմաստով։ Տեսեք, այսօր Աբազի հիմնարկը մտել է էկոնոմիկայի նախարարություն։ Մի քանի հոգու կին աշխատող բռնև եկալ է տարել են, ձերբակալվել են եւ այլն։ Պարոն Աբազյան, էկոնոմիկայի նախարարությունը ունի Կարեն Սարգսյան, ուր է այս ղախպի տղի նկարը։ Որը աշխատակազմի ղեկավար ա եղել, խռի գլուխ ա եղել եւ մի քանի օր առաջ
Կարեն Սարգսյանը դեմքին նայում է, սիրտը խառնում է, բոզի տղու, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Թալանելու, գրփելու, էկոնոմիկայի նախարարությունը ծսնելու համար, սուսուպուս սրան հանել են, խտրեմ, լուսանկարը դնում եմ, Էդմոն Մարուքյանի կուսակիցն է։ Էդմոն Մարուքյանս ամենայն հավանականությամբ ենթադրում եմ խնդրել է, որ չբռնել, պրոստը ազատել։ 15 հատ քրեական գործ, как մինիմում, կա այս Կարեն Սարգսյանի վրա, որը որ թալանել է նախկին էկոնոմիկայի ինստիտուտ Քոթանյանի անվան գոյություն ունի։ Մարդ, ով անցնում է 15 ավերակ քրեական գործով, չարաշահում, կաշառք, շորթում եւ այլով, ու քրեական գործերն փակված չեն, բերել են, նշանակել են Քերոփյան Վահանի մոտ աշխատակազմի ղեկավար, էկոնոմիկայի նախարարություն։ Ու ծսրել է, բռնաբարել է էկոնոմիկայի նախարարությունը, ոնց որ էկոնոմիկայի ինստիտուտը, Քոթանյանի անվան։ Հիմա նոր տեսել են, կոռուպցիայով եկե մտել են էկոնոմիկայի նախարարություն, замминистр Անի Իսպիրյան են ձերբակալ է, չգիտեմ ինչ են արել, Անի Իսպիրյանի տեղը դու պիտի գնար Կարեն Սարգսյանի հետևից, նկարը դրած է։ Խաչատրյան, ուրեմն այդ նույն էկոնոմիկայի ինստիտուտը, ուրեմն խիստ համագործակցում էր Խաչատրյան Գագոյի հետ։ Փորձականություններ էին զակաց տալը միար մեջ, ես ինչ անեմ, բայց չունենալով դրա լիցենզիան։ Ուրեմն գնում ես էկոնոմիկայի ինստիտուտի կռուի ակտը հանում ես ու նայում ես ընկերաբազան։ Տես ինչքան հաճելի ինֆորմացիա կգտնես Քոթանյանի ինստիտուտի հետ կապված այս նույն Կարեն Սարգսյանով, ով եղել է էկոնոմիկայի մինիստրը Քերոփյան Վահան Բոլզի տղու աջ ձեռը գրպել չրպելու գործով։ Թե չեն գելեք աղջիկ, մաղջիկ եք բռնում, ավակ մասնագետ, կրծել մասնագետ, զամմինիստրին բռնել ես, բա մինիստրին խիչ ես բռնում։ Այդ զամմինիստրը քակաուտում առանց բանի, Քերոփյան Վահանի, Քերոփյան Վահան էկոնոմի 5 տարվա մեջ մի հատ դրսից մի հատ տենց էլ մարդ չեկավ, ներդրում չարեց այս Քամբախ երկրում։ Խի, ընդհակառակը եղածն է փակնում, որովհետև տիրություն անող չկա։ Համատարած կոռուպցիա է, այտենց էլ մի հատ կամպանիա չեկավ, ասել, ես ձեր զիբիլը ուզում եմ առնեմ, զիբիլի վերամշակման գործարան դնեմ։ Վերջի վերջո չկա ոչ մեկ։ Այսինքն սրանք պրավալ են տալի, ոչնչացնում են ամեն ինչ։ Ու հիմա, որպեսզի այս լայնածավալ բոզիտղությունից, մենք տեսանք, ձուն չեն կարամ հավքեն, լայնամասշտաբ բոզիտղությունից շեղեն Վարդան Ղուկասյանի ուշադրությունը, շեղեն ժողովրդի ուշադրությունը, գտել են անլվա, բարիս ամենաբուն իմաստով, անլվա բոմժերի, Даже անունները չեմ ուզում տամ, այդ Սիսյանցու խեր են տաքսից, որ даже մեքենայի մեջ է քնեմ ուտեղ չունի այդ բոզի տղեն, քնեմ ավտոյի մեջ, 15 րոպեն մեկ, TikTok-ով, MikTok-ով, Facebook-ով, ես եմ ինչով, եթեր ամտնեմ, ասում ես ուզում եմ յա հետ խոսամ, հեռախոսով։ Այ պոռնոկի տղա դու ով ես, որ դու խոսաս երկնային գրասենյակի հետ, այ մորը ծծացան եմ։ Ու ինչ ասեմ, ես գալու եմ սրան վնասեմ, ավականուն տենամ նրան, չեկողի մորը կունեմ, լսար բոզի տղա, կոպայ չեկողի մորը ծսնեմ, եթե դու վաղը փորձեցի չգաս ու հանգարց, ես ուզում եմ քո նման բոզի տղեն գա, որովհետև դու ինձ պետք չես, սա ինձ պետք չի, սա ինձ պետք է այն բոզի տղեկը, ով կանգնած է սրա հետևում, գագո։ Ուրեմն սա ուղղությունը տանում էր անենց գագո, որ ես քեզ խլեշեի։ Ես հետո քսի բռնենք վերլուծեցինք դե վերջ խոմ տաքսից չենք, հասկանում ենք, չէ՞, որ սրա հետևում կանգնած ուժերը զորով սրան բզին բրթի, ասին հելի գագոյի շահերը պաշտպանի, որ դոգը հարցակվի գագոյի վերեն, գագոյին պղծենք, գագոյին կպղծեմ, թե չեն պղծի, կվիրավորեմ, թե չեն վիրավորի, կբացահայտեմ, թե չեն բացահայտի, որոշում եմ ես։ Եվ որևիցե մի բոզի տղա չի կարա իմ ուժը օգտագործի ի նպաստ իրեն։ Օրինակ ես նաև տեղյակ եմ գագով, որ սրանք քսի տալու մեջ
տակից խաղերա տալի քո Սիսիանի ԲՀԿ-ի առաջնորդը։ Իմացի, քո թմից հա, բայց բզմա, որ ես բոզի տղեն մթոմ քեզ պաշտպանի, ես հետեկալեմ գրգեմ սրան քո կնգա մոտ։ Նա եկել նստեն ուրախանան։ Տեսակ ոնց արեցիք, դոդին ու դոգին հագցրին կիաս։ Դուք իմ խեռը կերել եք, աղախպի տղեք, գագո, ես քեզ տալում եմ ժամանակավոր դիվանագիտական անձնագիր, հակառակ ռեակցիան, սրանք փորձում էին նույն ձևով, մարդամեկով, որը նստած է բերդում կոչվում է Արտակ Գալստյան, ինձ փորձեցին ներքաշել ընդեղ կոնֆլիկտի մեջ, դատական քաշքշող, պրոցես եւ այլն, վերջի պայնարի շախումատ, ասիվեկալ այդ հանրային ձայնը կողի կնգատ դլոյի մեջ, դավայ հաջողություն բոզի տղա։ Ընկան մանթով, չեղավ, մի րոպե, հնարավորություն չեղավ Վարդան Ղուկասյանին քաշել պատերազմի մեջ, շեղել ուշադրությունը, շեղել ժողովրդի ուշադրությունը, շեղել յան երկրից եւ այլն, կային ինչ մտածեն, կտան այս անլավաղ աղբի տղուն, ու սրան նման եւս երկու հոգու։ Սինհելեք, դավայց է, ֆաց, հարցակվեք, խոսացեք, ավականիներին կպեք, չգիտեմ, դոգի բանկուսակցականներին կպ, իմ ավականիներին կպնողի, ուրեմն լսեք ուշադիր, բոզի տղեք։ Իմ ավականիների հետ ես խնդիր կունենամ, չեմ ունենա, խոսակցություններ կունենանք, չենք ունենա, որոշակի հարցերի շուրջ համաձայնություն կունենանք, թե չենք ունենա, նրանք իմն են, այդ հինգը։ Ու ես ձեր տուն ու տեղը կծծծնեմ, եթե իմ ավականիներից մեկի գլխից մի հատ մաս պոկվավ, զգուշացնում եմ։ Վահե Ղազարյան, քեզ էլ եմ զգուշացնում, Աբազյան, քեզ էլ եմ զգուշացնում, քամի անցավ իմ ավականիների մոտով, կողով, մեկն ու մեկը փորձեց մոտենա իմ ավականիներին, այսենց անլվա, Աբազյան, ես քեզ կթաղեմ։ Դες հիմիկվանից զգուշացնում եմ, կթաղեմ բառից բուն իմաստով, քեզ էլ, Վահե Ղազարյան, սա ձեզ, դուք պետական ուժային մարմին եք, դուք պարտավոր եք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը։ Ու սենց բոզիս տղեք, որոնք որ հրապարակայնորեն սպառնում են ավականիներին, իմ կուսակցականներին եւ այլն, սա ձեր երկրի պատկերն է։ Սենց բոզի տղեկը չեն կարող իմ ավականներին վնասել կամ իմ կուսակցականներին, իմ ընտրողներին, ինձ վստահորդներին։ Իմ ընտրողները ռադիկալ ժողովուրդ են։ Իմ ընտրողները ժեղ չեն, իմ ընտրողները վախկոտ չեն, իմ ընտրողները դուխով ժողովուրդ են, այդ նույն այդ չոլկով ղաղբի տղին կբռնի, թեկին թե տղամար, կչոկստեն կասեն ծծի մորդ բերանը ժաշ տամ։ Կներեք, ես կուլտուրական մարդ եմ, բայց ստիպված եմ։ Եվ գագո այս պորնեկի ծնունդին, ունակ ես քո փոխարեն, սրա մորը կծծնեի։ Դու սրան ճանաչում ես, չէ։ Կամ են կիլիկյացին նվերիկ ես, ինչ էր, հել է նրա աննատալի, դու այդ մարդուն, այդ նվերիկին, այդ բնության հրաշքին ճանաչում ես, չէ։ Դες ինչ մարդկանց անուններով քսի են տալի, որ սենց ժողովրդի ուշադրություն շեղեն։ Իմ ամբողջ ռազմական պոտենցիալը ես ուղիմ ինչ-որ մի հատ անլվա բոզի տղու վրա, որ անգամ մեքենայի մեջ է քնում, քնելու տեղ չունի։ Եվ ես իմ քաղաքացիներին, իմ ընտրողներին, իմ աջակիցներին ասում եմ, հարգելիներս, դուխները տեղը, առանց նման բոզի տղեկից վախենալու։ Խորհուրդ եմ տալի ձեզ, տղաներ, եթե կհայտնվեն սենց բոզի տղեկ ձեր տեսադաշտում, ձեր միջավայրում, մի ծեծեք։ Կատեգորիկ արգելում եմ ծեծելը, այլ ծծացրեք, բառիս ամենաբուն իմաստով։ Ինչու՞։ Որովհետև սրանք նպատակ ունեն, որ դուք խփեք, իան գնան քաղմաս ասեն, մեզ տպել են։ Չեք տպում։ Վզից վերցնում եք, տանեմ կողմ եք ու գլավոտեղ չոքսնում եք, ծծցնում եք ու նկարում եք։ Ասում ես հիմա գնա բողոքի։ Թո գնա քաղմաս բողոքի, որ խեռը հանեն, զորոկոկել են բենի մեջ կամ շռել են վրեն։ Ֆիզիկական ոչ մի բռնություն։ Աբսոլյուտն։ Միայն սեռական բարի կամքի դրսևորում։
Իսկ սրա հովանավորներին, այ որ ցենց հայտնվել են Սիսանի ԲՀԿ-ի բոզի տղեն, են դաշնակ բոզի տղեկը, որոնք որ ցենց յետիմների բրթմեն պերեդավո։ Ես ձեր մորը ծսցնեմ, դուք իմ ուշադրությունը չեք կարող շեղել ձեզանից։ Եվ սենց ղախպի տղեկը չեն կարող ազդել Վարդան Ղուկասյանի հեղինակության վրա։ Մոնտաժված վիդեոներ հրապարակելով, եսի մինչեր անելով, դուք նույնիսկ չհասկացաք, այդ մոնտաժված վիդեոները, որոնք որ ինձ փորձում եք վարկաբեկել, հրապարակվել են դեռ 2018 թվականից։ Վովա Գասպարյան բոզի տղու կողմից։ Իմիջալոց այդ Սիսանցի անլավա ղախպի տղուն ես ղրգում եմ, որպեսզի Անգելինա Գասպարյանին ծսցնի։ Թույթա ծսցնի այդ Սիսանցի ղախպի տղեն։ Իմ հեղինակության վրա դա չի ազդում։ Դատատեխնիկաբանական փորձականությունը գրուկ պեչատուկ դրուկ։ Այն սոսե նանե սոսեր, էդ էլ էր ղրգենձի։ Եզակայությունը ղրգյան ասեցի անկարթա, ագար կա։ Հիմա գնացել է Ռուսաստան ասում է բանը քաղաքական ապաստան եմ խնդրում ձի ծսցնում են։ Հասկացեք։ Վարդան Ղուկասյանը պետականամետ, պետական գործիչ է։ Վարդան Ղուկասյանը Հայաստանի Հանրապետության համար այս վերջին 5 տարիների ընթացքում, հələ չեմ ասում 16 տարվա զինվորական ծառայությունը, այս 5 տարվա մեջ այնքան բան արեց երկրի համար, որ դուք անգամ դրա 0.001% չեք արել։ Վարդան Ղուկասյանը այնքան քաղաքացու հարց ա լուծել, այնքան քաղաքացիների կողքին ա կանգնացել, որ դուք ձեր երազի մեջ անգամ չեք տեսել եւ չեք պատմել։ Ավելին ա արել, քան մի ամբողջ պետական ապարատ։ Վարդան Ղուկասյանի միջոցով կանխվել են բազմաթիվ հանցագործություններ։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին վերադարձվել հսկայական գումարներ, որոնք այո, հետագայում նորից մխսվել են։ Ես չեմ հերքում։ Վարդան Ղուկասյանի միջոցով լուծվել են հազարավոր խնդիրներ, սկսած Արմեն Ջիգախանյանի գերեզմանով, վերջացրած աղավնո եւ այլն։ Վարդան Ղուկասյանին ամբողջ աշխարհն է ճանաչում։ Թե հայեր, թե ռուսներ, թե ադրբեջանցիներ, թե վրացիներ, թե ամերիկացիք եւ այլն։ Ձեզ ոչ մեկ չի ճանաչում, բացի ձեր գեղից։ Եվ հիմա այդ TikTok-ներով, որոնք որ մտել եք չգիտեմ 10 րոպեն 1, 15 րոպեն 1 լայվ եք անում, որ ես անգամ անունը չեմ տալի ես ձեր նման բոզի տղեկի, որ դուք դառնաք պոպուլյար ինձանով։ Նախ ես հորդորում եմ, ով կա TikTok-ում, դրա էջերին չեն ասում, ժալը բեն տալը, ինչ են տալը, տվեք բանը բլոկեք ու շպրտեք միանի վրա, որտեղ այս մարդը վիզ, այսինքն մարդիկ ուզում են ճանաչվել խլեշով, վիզ են դրել, նայեք, հասարակ տաքսիստ է, բոմժ, եթի։ Ինչ ունի նա կիսելու ինձ հետ, չէ, ոչ մի բան։ Ոչ քաղաքական գործը չա, ոչ ինչ-որ մի բան է, պետական պաշտոնյա է, ոչ էդի են քրտնախաշ են Դավիթը եւ այլն։ Այդ ով են։ Ով են սրանք։ Ոչ անցյալ ունեն, ոչ բան ունեն, այսինքն ինչ արեց երկրի համար։ Հələ գնացեն շո ռազմաճակատը կլմկլմ երկու բան արել կամ չարել, ասենք հարցակը, ու իրանք իրանք գցում են որ ռասկոլ կալնեն։ Այն հələ մեկ էլ ասում է նվերիկը լավ տղայա գողերը դա տալը մարրում, քո այդ խոմ բոշ չի։ Այդ նվերիկի լավ տղալնելը կամ գողերը տալ առնելը դրա պատճառը հետևանքային կապը կերևա դոդի մեռնելուց հետո, երբ որ դոդը մեռնի ու սաղ դոդի եղած չեղածը գմփացնեն, այն ժամանակ կերևա նվերիկը ճիշտ էր անում, որ գողերը տալը մարրում էր, թե չէ։ Իսկ դոդի արեն արդեն անցել է մայրամուտ, 70 տարեկան մորթա։ Ես գողերը տալ առնելու չունեմ, ես գող բռնող եմ։ Իմ էությամբ էլ մնացել եմ գող բռնող։ Ես բոզ եմ ձեր լեզվով։ Ես պետություն սիրող մարդ եմ։ Ես գողական, մողական, բոմժեր չեմ տրցնամ։ Հասկանում եք։ Այ քրտնախաշ եղած բոմժեր։ Ու ասեն ինչ վեկալ է շեղեն, ես թեմային անդրադառնում եմ վերջին անգամ։ Ուղղակի ժողովրդին բացատրելու, որ նման մարդկանց տեսանյութերը ինձ մի ուղարկեք, ես չեմ բացում, չեմ նայում։ Բացարձակ, որովհետև փիղը չի կարա իր ուշադրությունը շեղի տարականի վրա կամ մողեսի, հələ մողեսն էլ լավ։ Տարական, եթե մի մարդ գրպանում գումար չունի,
Հացի փող չունի, քնում է ավտոյի մեջ, 10,000 դամ, 5,000 դամ, ասեն էլի դոգին քրվի, անես 10,000-ը, նման մարդու արժե ուշադրություն դարձնել, ներվեր փչացնել, բոմժ, չերն, իսկ անձին կոմանունները, որ ինքը տալամա, նույն, տեսեք, եվս մենք ապացուցեն, Կիլիկիացի նվերիկ, չի, եթերով ասեցի դրա ընկերներին, որ ձեր ընկերով ձեր աղբոր անունն ա տալեմ, պատժեք։ Ոչ թե սաղով հելել էին ընկել էին, այն մի հատ աղջիկ կա, պուշոկ կա, ինչա, ականջից հասնում է, զանգում էին վրա դրան են, ոչ եմ զանգում, թե մեր աղբոր վրա հաղորդում ես տվե, գնա հաղորդում ըդ վեկալ հետ։ Նույն պուշոկի, այսինքն նույն այդ զանգողները ինձ էլ են զանգի ասել, որ գիտես ինչ զանգել ենք նվերիկին բան մի ասա, այդ լրփին էլ զանգ է, համոզում ենք, որ հետ վեկալի։ Ասում են, բա որ ձեր աղբոր մասին այդքան մտածում եք, Կիլիկիացի նվերիկի։ Բա Կիլիկիացի նվերիկի անունը տալով զորով, այսինքն ասել եմ, չէ՞ որ նման մարդիկ դառնում են արտոնյան, ում շահերը պաշտպանում են, իրան գնում են տվյալ մարդու տուն, տվյալ մարդու նավարին ծծցնելու։ Բա խիչեք եթե մեծ նույն տաքսիստին ասեք, այ մորը ծծծնեմ, ով ես դու, որ մեր աղբոր անունը շոշափում ես։ Չկա։ Այն աղջկան կարում են զանգեն, համոզեն, որ հաղորդում, բայց սա չեն է թմասում, հելարիստ է բանը, բոզի տղա, դու նվերիկ ես ճանաչում։ Այս էլ այդ գողականների լավ տղա խլայցալողների աչոտն եմ տալի։ Դուք զրո եք, դուք փալաս եք, ձեր ուժը պատում է միայն թույլ սերի վրա։ Իսկ սենց անլվաղ աղբի տղեքի, դուք դաժան ռշիկ անեմ զանգեք ասեք, այ քո մորը ծծացնեմ, ով ես դու։ Սա է ուզում ասեի, որ մեկ էլ միշտ այս թեման փակեմ եւ նաեւ այն անձանց ովքեր որ առթավորվում են այն քաղաքական գործիչները ուժերը տենալով իմ սիստեմատիկ հարձակումները Գագոյի վրա որոշեցին այսպես ինչ-որ արանքը ճղեն օգտվեն ձերինատու Գագո ես քեզ բան եմ տալի օտպուսկ ճիշտ է ժամանակավոր բայց դա չի նշանակում որ դու կարաս արխային ընկնես ժամանակավոր օտպուսկ եւ մենք թեքվենք Երևակայի դաշնակների կողմը որ նույն են ինչ են Ռուստամյան է Ռոստոմյան էր այդ դրա Ռոստոմյան կոչվածի եւ նմանների ոչ մեկի մտքով թող չանցնի որ կարող են օգտագործել Վարդան Ղուկասյանին կամ ներքաշել ինչ որ մի անդուր անիմաստ պատերազմի մեջ դրանով սպառել իմ էներգիան կամ չգիտեմ վնաս պատճառել ինչ որ այդ տիպի մի բան իմիջիալոս հաղորդման վերջում Աբազյան Արտաշատի մռուի աշխատակից մայոր պետի տեղակալ Պետրոսյան Հովիկն շատ շուտով նշանակվելու է հոկտեմբերյանի մռոյի պետ Արևիկ գյուղից այս անձը փաստորեն թաթախված է վարորդական իրավունք վաճառելու մեջ բավականին մեծ փորձ ունի եւ շատ թվով պրավեկ է ծախել այս պաշտոնը Պետրոսյան Հովիկի վրա արժեցել է $20,000 անդո զբաղվեք տեսեք ոնց ստացվեց որ Արտաշատի մռոյի պետի տեղակալ Պետրոսյան Հովիկն վդրուկ նշանակվում է ոտ իսկ թան այդ տաղանդին հոկտեմբերյան մռոյի պետ շատ շուտով հրամանակ կլինի վայ Ղազարյանս դոլարնիկը չէ վերցրելը նշանակում են արելա եւ ոմն Մադոյան մռոյից որը եւս զբաղված է պրավացաղ եզդա են ծախում տենց ասեմ հասկացի եզդան էլ 100,000 150,000 նայած այդ գնով ծախվում է եւ վերջ այսօր այսքանը շնորհակալություն հաջողություն միջ նոր հանդիպում